Մի ապարանքում, որտեղ շքեղությունը թաքցնում է աններելի գաղտնիքներ, միլիոնանոց խաղադրույքը փոխում է երկու մարդկանց ճակատագիրը, որոնք երբեք չպետք է հանդիպած լինեին։ Այն, ինչ սկսվեց որպես դաժան խաղ, արթնացրեց զգացմունքներ, որոնց համար նրանցից ոչ մեկը պատրաստ չէր։ Հաշվարկված ստերի, վիրավոր սրտերի կյանք փոխող ընտրությունների մեջ նրանք բացահայտում են, որ սերը կարող է ծնվել նույնիսկ ամենաաղետալի սխալներից։ Բայց երբ ճշմարտությունը բացվում է, միայն նորից սկսելուն պատրաստ լինելը կարող է որոշել, ով է արժանի երկրորդ հնարավորության։ Նախքան լսել այս հուզիչ պատմությունը հպարտության, փրկության անսպասելի մասին, մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին ավելի հուզիչ պատմությունների համար։ Գլուխ 1. Երանի կենտրոնում գտնվող առանձնատունը այնպիսիներից էր, որ ցանկացած անցորդ կանգ կառներ մայթին, պարզապես հիանալու համար։ Կրած երկաթից բարձր դարպաս, կայսերական արմավենիներով անթերի այգի, ապակու մարմարի ճակատամաս, որն արտացոլում էր կեսօրի արը, կարծես հենց շքեղության հայելին լիներ։ Այնտեղ ներսում ամեն ինչ փող էր շնչում։ Ներմուծված կահույք, պատերից կախված բնօրինակ արվեստի գործեր, բյուրեղյա ջահեր, որոնք ավելի թանկ արժեին, քան մի ամբողջ էժան մեքենա։ Արմեն Սարգսյանը, այս ամենի տերը, 36 տարեկան էր, ֆինանսական շուկայում կուտակած մի հսկայական կարողություն ուներ։ Լինելով երանյան ավանդական ընտանիքի ժառանգ, նա վաղ տարիքից սովորել էր, որ աշխարհը կազմված է թվերից, գործարքներից, իշխանությունից։ Զգացմունքներ։ Դե, զգացմունքները նրանց համար էին, ովքեր կորցնելու ժամանակ ունեին։ Մայիսյան այդ ուրբաթ օրը Արմենը 3 ընկերների հյուրընկալեց, պոկերի ներմուծված վիսկիի երեկույթի։ Տիգրանը, Բագրատը, Միքայելը նույն սոցիալական շրջանակից էին, տղամարդիկ, ովքեր նրա հետ կիսում էին ոչ միայն հաստ բանկային հաշիվը, այլ աշխարհայացք, որտեղ ամեն ինչ կարելի էր գնել, սակարկել կամ գրազի առարկա դարձնել։ Խաղասենյակը, որը գտնվում էր առանձնատան երկրորդ հարկում, նայում էր լուսավորված լողավազանին հետի այգուն։ Այն տպավորելու համար ստեղծված միջավայր էր, պրոֆեսիոնալ պոկերի սեղանով, ամբողջական բարով կաշվե բազկաթոռներով, որոնք արժեին սովորական աշխատողի տարեկան աշխատավարձը։ Խաղաքարտերը սահում էին կանաչ մահուդի վրայով, մինչ ծիծաղի ձայներն արձագանքում էին սենյակում։ Տիգրանը նոր էր տանուլ տվել մի խոշոր խաղափուլ, փորձում էր ուշքի գալ, սեփական անհաջողության մասին կատակներ անելով։ Բագրատը, որ միշտ ամենամրցունակն էր, բարձենում էր այն գործարքով, որը կնքել էր այդ շաբաթ։ Միքայելը, խմբի ամենաերիտասարդը, դանդաղ խմում էր ամեն ինչին հետում այն ժպիտով, որը բնորոշ է մեկին, ով այնտեղ ավելի շատ զվարճանքի համար է, քան հենց խաղի։ Արմենը հաղթում էր խաղափուլերի մեծ մասը ոչ թե այն պատճառով, որ խարդախում էր, այլ որովհետև ուներ մարդկանց կարդալու այդ նյարդայնացնող ունակությունը, հստակ իմանալու, թե երբ է ինչ-որ մեկը բլեֆ անում։ 5-րդ խաղափուլից հետո էր, երբ վիսկին արդեն լեզուներն արձակել էր, գրազները սկսում էին գնալով ավելի անհեթեթ դառնալ, որ Տիգրանի մտքով մի գաղափար անցավ։ Նա միշտ գաղափարներ էր ունենում, երբ խմում էր։ Որոշները հանճարեղ էին, մեծամասնությունը անհեթեթ, բայց բոլորն ունեին մի ընդհանուր բան, դրանք չափազանց համարձակ էին անտեսվելու համար։ Տիգրան, մի բան ասա, սկսեց նա, արմունկները սեղանին հենելով Արմենին նայելով աչքերում մարտահրավերի փայլով։ Դու կյանքումդ երբե սիրահարվել ես։ Իսկապես եմ ասում։ Ոչ թե այն 3 ամսվա ընկերուհիներիդ, որոնց գտնում ես այս ու այն կողմ։ Արմենն ուսերը թոթվեց, ձեռքում պտտելով վիսկիի բաժակը։ Սիրահարվելը դեռահասների բան է, Տիգրան։ Ես ավելի կարևոր գործեր ունեմ անելու։ Հենց դա, շարունակեց Տիգրանը, ոգորված։ Դու սառն ես, հաշվենկատ, ամեն ինչին վերաբերվում ես որպես գործարքի։ Գրած կգամ, որ դու չէիր կարողանա մեկին ստիպել, որ քեզ իսկապես սիրահարվի, նույնիսկ եթե ուզենայիր։ Բագրատը բարձրաձայն ծիծաղեց։ Աստծու սիրուն, Տիգրան։ Արմենը կարող է ինչ թերություն ուզում ես ունենալ, բայց կին գայթակղեցնելը։ Դա նա քնած ժամանակ է անում։ Ես գայթակղելու մասին չեմ խոսում, առարկեց Տիգրանը։ Ես խոսում եմ մեկին ստիպելու մասին, որ իսկապես սիրահարվի։ Այնպես, որ ասի ես քեզ սիրում եմ, առանց փողի, կարգավիճակի կամ նման բաների նկատմամբ հետաքրքրության։ Միայն Արմենի համար, հասկանո՞ւմ եք։ Այն մարդու, որը փողի հետում է։ Միքայելը, որ մինչ այդ լուռ էր, առաջ թեքվեց։ Իսկ ով կլիներ այդ մարդը։ Որովհետև, եկեք համաձայնենք, այն կանայք, որոնց դուք ճանաչում եք, արդեն իսկ բանկային հաշվով են հետաքրքրված։ Հենց դա, ասաց Տիգրանը, ձեռքով սեղանին խփելով։ Այդ պատճառով ես խոսում եմ մեկ ուրիշի մասին։ Մեկի, ում համար փողը բացարձակապես կարևոր չէ։
Մեկի, ով արդեն ամեն օր տեսնում է Արմենին, շարունակում է անտարբեր մնալ։ Արմենը գիտեց հոնքերը։ Ինչ նկատի ունես։ Տիգրանը մատով անորոշ կերպով ցույց տվեց սենյակի դուռը, ակնարկելով տան մնացած մասը։ Լիլիթը։ Սպասուհին։ Այն մեկը, որ այդքան կոկիկ է, որ հազիվ է մեր երեսին նայում, որ միշտ այդ լուրջ դեմքով ամեն ինչ մաքրում է։ Գրած կգամ, որ նա երբեք Արմենի մասին որպես տղամարդ չի մտածել, միայն որպես տնօրեն։ Կարող ես արդյոք ստիպել, որ նա սիրահարվի։ Սենյակում մի քանի վայրկյան լռություն տիրեց։ Բագրատը լայն բացեց աչքերը, սկսեց ծիծաղել, բարձր ու ծաղրական ծիծաղով։ Տիգրան, դու խելագարվել ես։ Լիլիթը։ Այդ աղջիկը հազիվ է մեզ հետ խոսում։ Իր աշխարհում է ապրում։ Հենց դա, պնդեց Տիգրանը։ Այդ պատճառով դա կլիներ կատարյալ մարտահրավեր։ Օգուտ չկա, որ Արմենը գա իր ողջ հմայքով, փող շախտա, որովհետև նրա դեպքում դա չի աշխատի։ Պետք է իրական լինի, հասկանում եք։ Կամ գոնե իրական թվա։ Արմենը լուռ էր, ընկերներին նայում էր այն չեզոք արտահայտությամբ, որը միշտ օգտագործում էր, երբ ինչ-որ բան էր հաշվարկում։ Լիլիթ Հովհաննիսյանը առանձնատանը աշխատում էր գրեթե 2 տարի։ 28 տարեկան էր, Դիլիջանի մոտ գտնվող մի փոքրիկ քաղաքից։ Նրան վարձել էր այն գործակալությունը, որից Արմենն օգտվում էր, առաջին իսկ օրվանից նա տարբերվում էր այնտեղով անցած մյուս աշխատակցուհիներից։ Չէր բամբասում, լավություններ չէր խնդրում, ուշադրություն գրավել չէր փորձում։ Իր գործն արդյունավետորեն էր անում, միշտ այն լուրջ ու հեռու արտահայտությամբ, օրվա վերջում գնում էր տարածքի հետնամասում գտնվող իր փոքրիկ սենյակը, որտեղ ապրում էր։ Արմենը հազիվ էր նրա հետ խոսում։ Բարի լույս, բարի օր, երբեմն տան հետ կապված հատուկ խնդրանք։ Միայն դա։ Եվ կոնկրետ ինչ ես առաջարկում, հարցրեց Արմենը, շուրթերի անկյունում կիսաժպիտ ձևավորվելով։ Տիգրանն էլ ավելի ոգորվեց։ Գրաս։ 30 օր։ Դու 1 ամիս ունես ստիպելու Լիլիթին, որ քեզ իսկապես սիրահարվի մեր բոլորի առաջ, ասի ես քեզ սիրում եմ։ Պետք է լինի այստեղ, այս սենյակում, որ մենք լսենք։ Եթե կարողանաս, ես քեզ 50 միլիոն դրամ կվճարեմ։ Արմենը կարճ ծիծաղեց։ 50 միլիոն։ 50 միլիոն, հաստատեց Տիգրանը։ Բայց պետք է իսկական լինի։ Չի կարելի կաշառել, չի կարելի սպառնալ, չի կարելի փող խոստանալ։ Պետք է լինի իրական նվաճում։ Կամ դրան ամենամոտ բանը, որ կարող ես ծածնել։ Բագրատը ծափ տվեց։ Հիմա հետաքրքիր դարձավ։ Բայց եթե նա չկարողանա։ Եթե ես չկարողանամ, ասաց Արմենը, ես քեզ 50 միլիոն կվճարեմ, Տիգրան։ Պայմանավորվեցինք։ Տիգրանը սեղանի վրայով ձեռքը մեկնեց։ Պայմանավորվեցինք։ Նրանք սեղմեցին ձեռքերը, մինչ Բագրատն ու Միքայելը ուրախանում էին, կարծես ներկայացման սկզբին ականատես լինեին։ Ծիծաղը վերադարձավ, այս անգամ ուղեկցվելով գնալով ավելի ծաղրական մեկնաբանություններով, թե որքան զվարճալի կլինի տեսնել Արմենին, փորձելով նվաճել մեկին, ով ակնհայտորեն հետաքրքրված չէր։ Բագրատն ասաց, որ դա պատիվ կլինի նրա համար, նկատվել այդքան հարուստ մեկի կողմից։ Միքայելը կատակեց, որ Արմենը պետք է սովորի ռոմանտիկ լինել։ Տիգրանը բաժակը բարձրացրեց, կենաց խմելով իրենց երբե հորինած ամենաանհեթեթ մարտահրավերի համար։ Խաղասենյակից դուրս ննջասենյակներ տանող միջանցքում Լիլիթ Հովհաննիսյանը կանգնած էր, ձեռքերում մաքուր սրբիչների կույտ։ Նա բարձրացել էր հյուրասենյակների անկողնային պարագաները փոխելու մի գործ, որը միշտ անում էր ուրբաթ երեկոյան, որպեսզի ամեն ինչ պատրաստ լինի հանգստյան օրերի համար։ Երբ մոտեցավ խաղասենյակի դռանը, լսեց բարձր ձայներն ու ծիծաղը։ Սովորաբար նա ուղիղ կանցներ։ Իր գործը չէր, թե տնօրենն ու ընկերներն ինչ էին խոսում։ Բայց հետո լսեց իր անունը։ Լիլիթը։ Նա կանգ առավ։ Չէր ուզում լսել։ Գիտեր, որ չպետք է։ Բայց մարմինը քարացավ այնտեղ, սրբիչները կրծքին սեղմած, մինչ բառերը փայտե դռան միջով հասնում էին իրեն ցավալի պարզությամբ։ Կարող ես արդյոք ստիպել, որ նա սիրահարվի։ Այդ աղջիկը հազիվ է մեզ հետ խոսում։ Իր աշխարհում է ապրում։ Դա պատիվ կլինի նրա համար, նկատվել այդքան հարուստ մեկի կողմից։ 30 օր։ 50 միլիոն դրամ։ Գրաս։ Նա գրազ էր։ Մարտահրավեր։
Զվարճանքի առարկա ձանձրացած տղամարդկանց համար, ովքեր չափազանց շատ փող ունեին, չափազանց քիչ սիրտ։ Լիլիթը զգաց, թե ինչպես է դեմքը տաքանում, ձեռքերը դողում։ Ծիծաղը շարունակվում էր, յուրաքանչյուրը ապտակի պես։ Նա միշտ էլ գիտեր, որ այդ տանը իրեն ստորադաս են համարում, իհարկե գիտեր։ Սպասուհի էր, աղքատ ընտանիքից, բարձրագույն կրթություն չուներ, ապրում էր մի փոքրիկ սենյակում, որտեղ հազիվ մի մահճակալ էր տեղավորվում։ Բայց մի բան է դա գիտակցել մտքի խորքում, մեկ այլ բան է լսել, բոլոր տառերով, որ ինքն այնքան աննշան է, որ դարձել է գրազի թեմա։ Նա դողացող ոտքերով իջավ աստիճաններով, մտավ հետնամասի իր սենյակը, սրբիչները գցեց մահճակալի վրա։ Նստեց հատակին, հենվեց սառը պատին, թույլ տվեց, որ արցունքները հոսեն։ Լաց էր լինում զայրույթից, նվաստացումից, մի ցավից, որը գալիս էր կրծքավանդակի խորքից։ Սա առաջին անգամը չէր, որ կյանքում իրեն փոքր էր զգում։ Մեծացել էր աղքատության մեջ, միայնակ մոր դուստր, որը հավաքարար էր աշխատում, մի տատիկի թոռնուհի, որը դրսի համար էր կարում, հաշիվներին օգնելու համար։ Դիլիջանից հեռացել էր 25 տարեկանում, երբ մայրը հանկարծակի մահացավ սրտի խնդրից, որի մասին ոչ ոք չգիտեր։ Երան էր եկել մարմնի հագուստով գումար հավաքելու երազանքով, բանասիրականում սովորելու համար։ Ուզում էր ուսուցչուհի դառնալ։ Ուզում էր երեխաներին գրականություն սովորեցնել, ցույց տալ, որ գրքերը կարող են դռներ լինել դեպի այլ աշխարհներ։ Բայց կյանքը Երանում թանկ էր, աշխատանքը, ծանր, երազանքը գնալով ավելի հեռու էր մնում։ Այնուամենայնիվ, Լիլիթը երբեք չէր խոնարհվել։ Պահպանում էր իր արժանապատվությունը, աշխատանքն անում էր հպարտությամբ, խնայում էր ամեն լումա։ Ողորմություն չէր խնդրում, չէր ստորանում, չէր ընդունում տնօրենի ընկերների սիրահետումները, երբ նրանք փորձում էին չափազանց բարեհամբույր լինել։ Նա գիտեր իր տեղը, բայց նա գիտեր իր արժեքը։ Կամ գոնե կարծում էր, թե գիտի։ Մինչ այդ խոսակցությունը լսելը։ Երբ արցունքները չորացան, նրա մեջ ինչ-որ բան փոխվեց։ Նվաստացումը վերածվեց զայրույթի։ Զայրույթը՝ վճռականության։ Եթե տնօրենն ուզում էր խաղալ իր սրտի հետ, ապա նա կմտներ խաղի մեջ։ Բայց ոչ այնպես, ինչպես նա էր սպասում։ Լիլիթը սրբեց դեմքը, ոտքի կանգնեց, նայեց պատից կախված փոքրիկ հայելու մեջ իր արտացոլանքին։ Աչքերը կարմրած էին, մազերը ամուր հավաքած, արտահայտությունը մեկինն էր, ում նոր էին ոտնակոխ արել։ Բայց նա այլս ոտնակոխ չէր լինելու։ Եթե Արմեն Սարգսյանը գրազ էր ուզում, ապա գրազ կստանար։ Միայն թե, վերջում հաղթողը ինքը կլիներ։ Լիլիթն ամբողջ գիշեր արթուն մնաց, պլանավորելով։ Մտածեց յուրաքանչյուր մանրուքի, յուրաքանչյուր քայլի մասին։ Գիտեր, որ չի կարող պարզապես առերեսվել տնօրենի հետ։ Դա նրան կտար իրեն աշխատանքից հեռացնելու հեշտ հաղթանակը։ Ոչ։ Նա պետք է խելացի լիներ։ Պետք է ստիպեր նրան հավատալ, որ հաղթում է, որ պլանն աշխատում է։ Պետք է թույլ տար, որ նա կապվի, ներգրավվի, խաբվի։ Եվ հետո, ճիշտ պահին, ամեն ինչ շպրտելու էր նրա երեսին։ Ցույց էր տալու, որ գիտեր, որ ամեն ինչ լսել է, որ յուրաքանչյուր ժպիտ սուտ էր։ Կործանելու էր նրան այնպես, ինչպես նա էր ուզում կործանել իր արժանապատվությունը։ Ոչ փողի համար։ Հարգանքի համար։ Արդարության համար, ցույց տալու, որ ինքը ոչ ոքի խաղալիքը չէ։ Հաջորդ առավոտ, շաբաթ օրը, Լիլիթը սովորականից շուտ իջավ խոհանոց։ Սուրճը պատրաստեց ինչպես միշտ, բայց այս անգամ, երբ Արմենը առավոտյան ժամը 9-ին հայտնվեց ճաշասենյակում, նա սովորական հեռավորությունը չպահեց։ Մատուցեց սուրճը անմիջապես դուրս գալու փոխարեն, մնաց այնտեղ, մոտակայքում, դասավորելով բաժակները պահարանի վրա։ Բարի լույս, պարոն Սարգսյան, ասաց նա, սովորականից մի փոքր ավելի մեղմ ձայնով։ Արմենը զարմացած նայեց նրան։ Բարի լույս, Լիլիթ։ Սուրճը ձեր ուզածի պես է։ Հիանալի է, շնորհակալություն։ Նա գլխով արեց դուրս եկավ սենյակից, բայց օդում խոսակցության մի թել թողեց, մի բան, որը նախկինում չէր անում։ Օրվա ընթացքում նա կրկնեց այս օրինաչափությունը։ Հարցրեց, թե արդյոք նա ուզում է, որ ճաշի համար հատուկ ինչ-որ բան պատրաստի։ Մեկնաբանեց, որ գրադարանում մի գիրք է տեսել, որը հետաքրքիր է թվում։ Ոչ մի շատ ակնհայտ բան, ոչ մի բան, որը ստիպված թվար։ Պարզապես փոքր ժեստեր, որոնք ազդարարում էին բաց լինելու, զրուցելու պատրաստակամության մասին։ Արմենը նկատեց։ Իհարկե նկատեց։
Ճաշի ընթացքում, երբ միայնակ ուտում էր ճաշասենյակում, նա հետում էր, թե ինչպես է Լիլիթը մտնում դուրս գալիս խոհանոցից։ Նա փոխվել էր։ Ավելի թեթ։ Ավելի քիչ փակ։ Նա բռնեց իրեն գրազի մասին մտածելիս, այն հիմար մարտահրավերի, որ Տիգրանն էր առաջարկել։ Նրա մի մասը դա անհեթեթ էր համարում։ Բայց մյուս մասը, որը միշտ սիրում էր հաղթել, արդեն ռազմավարություն էր մշակում։ 30 օր։ 50 միլիոն դրամ։ Եվ մի կին, որը մինչ այդ հազիվ էր իր երեսին նայում։ Կիրակի օրը Արմենը նախաձեռնությունն իր ձեռքն առավ։ Կեսօրին մտավ խոհանոց, որտեղ Լիլիթը ընթրիք էր պատրաստում։ Նա մեջքով կանգնած էր նրան, բանջարեղեն էր կտրատում, վախեցավ, երբ նա խոսեց։ Լիլիթ, ես մտածում էի։ Դու կարդալ սիրում ես։ Նա շրջվեց, փորձելով վերահսկել արտահայտությունը։ Սիրում եմ։ Ինչո՞վ։ Ես վերում մի հսկայական գրադարան ունեմ, որը գրեթե երբեք չեմ օգտագործում։ Եթե ուզենաս որե գիրք վերցնել, համեցիր։ Լիլիթը զարմացած ծացրեց։ Իսկապես։ Դուք դեմ չեք։ Իհարկե ոչ։ Ի դեպ, ես մի քանի դասական գործեր ունեմ, որոնք կարծում եմ քեզ դուր կգան։ Թումանյան, սակ, այդպիսի բաներ։ Կարող եմ մի քանիսն առանձնացնել քեզ համար, եթե ուզում ես։ Նա ժպտաց։ Դա փոքրիկ ժպիտ էր, բայց բավարար էր, անկեղծ թվալու համար։ Շատ կուզենայի։ Շնորհակալություն, պարոն Սարգսյան։ Կարող ես ինձ Արմեն ասել։ Նա վարանեց, կարծես զարմացած լիներ ոչ պաշտոնական վերաբերմունքից։ Լավ։ Շնորհակալություն, Արմեն։ Նա կիսաժպիտով դուրս եկավ խոհանոցից, զգալով, որ խաղը պաշտոնապես սկսվել է։ Լիլիթը սպասեց մինչ համոզվեց, որ նա գնացել է, որպեսի պահած շունչը բաց թողնի։ Ձեռքերը մի փոքր դողում էին, նա վերադարձավ բանջարեղեն կտրատելուն։ Դա ավելի դժվար էր, քան կարծում էր։ Ձացնել, թե ոչինչ չգիտի։ Ձացնել, թե նվաճվում է։ Բայց նա կկարողանար։ Պետք է կարողանար։ Հաջորդ օրերին Արմենն սկսեց ավելի հաճախ հայտնվել խոհանոցում։ Նախաճաշում էր այնտեղ, պաշտոնական ճաշասենյակի փոխարեն։ Զրույց էր սկսում, հարցեր էր տալիս Լիլիթի կյանքի, նրա ծագման, նրա սիրած զբաղմունքների մասին։ Նա զգուշորեն էր պատասխանում, մանրամասները բացահայտելով կամաց-կամաց։ Պատմեց, որ Դիլիջանից է, որ մայրն այլս իրենց հետ չէ, որ տատիկը դեռ այնտեղ է ապրում, որ ինքն ամեն ամիս գումար է ուղարկում։ Պատմեց, որ երազում է բանասիրականում սովորել, բայց ուսումը թանկ է, ինքը դեռ բավարար գումար չի կարողացել հավաքել։ Պատմեց, որ պաշտում է հայ գրականությունը, հատկապես մոդեռնիստ հեղինակներին։ Արմենը լսում էր այնպիսի ուշադրությամբ, որ ինքն էլ չէր սպասում։ Լիլիթի խոսելու ձի մեջ կար ինչ-որ բան, այն զուսպ կրքի, այն պարզ անկեղծության մեջ, որը նրան զարմացնում էր։ Նա սովոր էր կանանց, ովքեր խոսում էին միջազգային ճամփորդությունների, բացառիկ երեկույթների, շքեղ ապրանքանիշերի մասին։ Լիլիթը խոսում էր գրքերի, տատիկի հանդեպ կարոտի, այնքան համեստ մի նույն ժամանակ այնքան մեծ թվացող երազանքների մասին։ Գրազի սկզբից մեկ շաբաթ անց Արմենը բարձրացավ գրադարան, մի կույտ գրքեր առանձնացրեց։ Հովհաննես Թումանյան, Պարույր Սակ, Հրանտ Մաթոսյան, Ռաֆֆի։ Իջավ խոհանոց, գրքերը դրեց սեղանին, Լիլիթի դիմաց։ Մի քանի գիրք եմ բերել, որոնք կարծում եմ քեզ դուր կգան, ասաց նա։ Կարող ես պահել, որքան ուզում ես։ Լիլիթը լայն բացված աչքերով նայեց կույտին։ Դա լավ խաղ էր։ Իրականում նա արդեն կարդացել էր այդ գրքերից մի քանիսը, հանգստյան օրերին վերցնելով քաղաքային գրադարանից։ Բայց ծացրեց, թե հիացած է, մատները զգուշորեն սահեցրեց կազմերի վրայով, կարծես դրանք գանձեր լինեին։ Չգիտեմ ինչ ասել։ Շնորհակալություն, Արմեն։ Շնորհակալություն հայտնելու կարիք չկա։ Գրքերը կարդալու համար են, ոչ թե դարակներում փոշի հավաքելու։ Նա ժպտաց, այս անգամ ժպիտը գրեթե իսկական էր։ Որովհետև չնայած ամեն ինչին, չնայած զայրույթին, վրեժի պլանին, այդ ժեստի մեջ անկեղծ ինչ-որ բան կար։ Արմենը կարող էր դա անել հիմար գրազի պատճառով, բայց գրքերն իրական էին։ Ուշադրությունն իրական էր։ Եվ մի պահ Լիլիթը մտածեց, թե արդյոք սխալ չի անում, մտնելով այդ խաղի մեջ։ Բայց ծիծաղի, կատակների, նվաստացման հիշողությունը վերադարձավ սառը ալիքի պես։ Ոչ։ Նա չէր կարող թուլանալ։ Պետք է առաջ շարժվեր։
Օրերն անցնում էին, առանձնատան առօրյան սկսեց փոխվել։ Արմենն ավելի շատ ժամանակ էր անցկացնում տանը, ավելի քիչ գրասենյակում։ Պատճառներ էր հորինում նախաճաշի, ճաշի ժամին խոհանոցում լինելու համար։ Խոսում էր Լիլիթի հետ գրքերի, նրա կյանքի, նրա երազանքների մասին։ Նրան տարավ գրադարան, ցույց տվեց իր ունեցած առաջին հրատարակությունները, հազվագյուտ գործերը։ Տեսավ, թե ինչպես փայլեցին նրա աչքերը, երբ նա ձեռքն առավ Ռաֆու Խենթը վեպի հին օրինակը։ Իսկ Լիլիթն իր հերթին սկսեց ավելի շատ բացվել։ Պատմում էր մանկության պատմություններ, թե ինչպես էր մայրը նրան տանում փոքր քաղաքի գրադարան, թե ինչպես էր ինքնուրույն սովորել կարդալ, որովհետև ուզում էր հասկանալ տատիկի պատմած հեքիաթները։ Ծիծաղում էր Արմենի կատակների վրա, ընդունում էր պատշգամբում միասին սուրճ խմելու հրավերները։ Փափկացրեց իր տեսքը։ Մազերն ավելի հաճախ էր արձակում, դադարեց գրել միայն աշխատանքային խիստ համազգեստը։ Ոչ մի շատ ակնհայտ բան, բայց բավարար, որ Արմենը նկատեր։ Եվ նա նկատեց։ Նկատեց, որ նա գեղեցիկ է, երբ ժպտում է։ Նկատեց, որ ունի սուր միտք, աշխարհը տեսնելու միծ, որը տարբերվում էր այն ամենից, ինչ ինքը գիտեր։ Նկատեց, որ սկսում է սպասել այն պահերին, երբ նա հայտնվում է, որ մտածում է, թե ինչ ասի, որ նրան ծիծաղեցնի, որ տարօրինակ ցանկություն է զգում պաշտպանելու նրան, հանելու այն տխրությունը, որը տեսնում էր նրա աչքերի խորքում։ Գրազի սկզբից 2 շաբաթ անց, մի հինգշաբթի կեսօրին, Արմենը Լիլիթին հրավիրեց զբոսնելու այգիներում։ Նա վարանեց, բայց ընդունեց։ Քայլում էին կողք կողքի քարե արահետներով, ծառերի ծաղիկների միջով, որոնց խնամքին ինքն էլ էր օգնում։ Արմենը խոսեց առանձնատան մասին, թե ինչպես է այն իր ընտանիքին է եղել, թե ինչպես է իրեն միայնակ զգում այնտեղ։ Լիլիթը լսեց, առաջին անգամ թույլ տվեց իրեն ավելի անձնական հարց տալ։ Ինչու եք ձեզ միայնակ զգում։ Դուք ընկերներ ունեք, փող ունեք, ամեն ինչ ունեք։ Արմենը կանգ առավ նայեց նրան։ Ամեն ինչ ունենալը նույնը չէ, ինչ ունենալ այն, ինչը կարող է Լիլիթ։ Ես չափազանց շատ եմ աշխատում, շփվում եմ մարդկանց հետ, ովքեր մտահոգված են միայն նրանով, թե ինչ կարող եմ ես տալ, օրվա վերջում վերադառնում եմ մի հսկայական ու դատարկ տուն։ Երբեմն կարծում եմ, թե ինձ համար շքեղ բանտ եմ կառուցել։ Նա այսպիսի անկեղծություն չէր սպասում։ Եվ մի պահ նրա մեջ տեսավ ոչ թե դաժան գրած կնքած տղամարդուն, այլ պարզապես մի հոգնած, մոլորված, միայնակ մարդու։ Գրեթե խղճած։ Գրեթե։ Բայց հետո հիշեց ծիծաղը, կատակները, ծաղրը։ Եվ նորից քարացրեց սիրտը։ Օրերը շարունակում էին անցնել, խաղի ու իրականության սահմանը սկսում էր մշուշվել։ Արմենն այլս չգիտեր, Լիլիթին նվաճում է գրազի պատճառով, թե որովհետև անկեղծորեն ուզում է նրա կողքին լինել։ Իսկ Լիլիթն իր հերթին սկսում էր կասկածներ ունենալ սեփական պլանի վերաբերյալ։ Որովհետև որքան շատ ժամանակ էին միասին անցկացնում, այնքան ավելի էր հասկանում, որ այդ խոսակցությունների, այդ պահերի մեջ իրական ինչ-որ բան կա։ Եվ դա նրան ավելի շատ էր վախեցնում, քան որևէ այլ բան։ Գլուխ 2։ Գրազի սկզբից 3 շաբաթ էր անցել, կենտրոնի առանձնատունը կարծես այլ լիներ։ Արմենն ավելի շուտ էր արթնանում ոչ թե գրասենյակ գնալու, այլ Լիլիթի հետ խոհանոցում սուրճ խմելու համար։ Պատճառներ էր հորինում տանը մնալու, հանդիպումները գործընկերներին էր հանձնարարում, նոթբուքով նամակներին էր պատասխանում, նստած խոհանոցի սեղանին, պարզապես նրա կողքին լինելու համար։ Ընկերները զանգում էին, հաղորդագրություններ ուղարկում, հարցնելով, թե ինչպես է ընթանում մարտահրավերը, նա անորոշ էր պատասխանում, զայրացած այն հիշողությունից, որ այս ամենը սկսվել էր որպես անհեթեթ գրազ։ Որովհետև ճշմարտությունն այն էր, որը Արմենը հազիվ էր կարողանում ինքն իրեն խոստովանել, որ դա վաղուց դադարել էր խաղ լինելուց։ Լիլիթը նման չէր այն կանանց, որոնց ինքը ճանաչում էր։ Չէր ձացնում, թե հետաքրքրված է բաներով, որոնք իրեն չէին հուզում, պարզապես տպավորելու համար։ Չէր ծիծաղում անհաջող կատակների վրա։ Չէր փորձում տեղավորվել իր աշխարհում։ Նա անկեղծ էր այնպես, ինչպես Արմենը տարիներ շարունակ չէր տեսել, գուցե երբեք էլ չէր տեսել։ Երբ նա խոսում էր գրականության մասին, աչքերը փայլում էին։ Երբ պատմում էր Դիլիջանում անցկացրած մանկության պատմություններ, ձայնը դառնում էր մեղմ, նոստալգիկ։ Երբ լուռ էր մնում, մտքերի մեջ կորած, նրա մեջ մի խորություն կար, որը հմայում էր իրեն։ Մի երեքշաբթի առավոտ, երբ միասին սուրճ էին խմում այգուն նայող պատշգամբում, Արմենը բռնեց իրեն, հետելով, թե ինչպես է Լիլիթը կարդում իր տված գրքերից մեկը։ Դա Հրանտ Մաթոսյանի մի պատմվածքների ժողովածու էր։
Լիլիթն այնքան էր կենտրոնացած, որ նույնիսկ չէր նկատում, որ ինքը նրան է նայում։ Առավոտյան արը ընկնում էր նրա դեմքին, լուսավորում արձակ մազերի շագանակագույն թելերը, այդ տեսարանի մեջ ինչ-որ բան կար, որը ստիպեց Արմենի սիրտը տարօրինակ կերպով սեղմվել։ «Գիրքը դուրդ գալիս է», հարցրեց նա, խախտելով լռությունը։ Լիլիթը բարձրացրեց աչքերը, կարծես վերադառնալով ինչ-որ հեռավոր վայրից։ «Այո։ Տխուր է, բայց գեղեցիկ։ Հերոսուհին ինձ հիշեցնում է շատ մարդկանց, որոնց ես ճանաչել եմ։ Մարդիկ, ովքեր անտեսանելի են ապրում, գիտես։ Կարծես նրանք կարևոր չեն»։ Արմենը դանդաղ գլխով արեց։ «Իսկ դո՞ղ։ Երբեք քեզ այդպես զգացել ես»։ Նա փակեց գիրքը, մատը պահելով էջերի մեջ, տեղը չկորցնելու համար։ «Ամեն օր, Արմեն։ Երբ աշխատում ես այսպիսի տներում, սպասարկում ես հարուստ մարդկանց, մաքրում, եփում, օրվա վերջում վերադառնում ես մի փոքրիկ սենյակ, որտեղ հազիվ մի մահճակալ է տեղավորվում, դու հասկանում ես, թե ինչ է նշանակում լինել անտեսանելի։ Մարդիկ նայում են քո միջով, ոչ թե քեզ»։ Նա մեղքի զգացում ունեցավ։ «Ես նայել եմ քո միջով»։ Լիլիթը վարանեց։ Ճշմարիտ պատասխանը այո էր, նա նայում էր իր միջով, ինչպես նայում էր բոլոր այն մարդկանց միջով, ովքեր աշխատում էին իր համար։ Բայց նա չէր կարող դա ասել։ Ոչ հիմա։ Ոչ այն ժամանակ, երբ գտնվում էր սեփական վրեժի խաղի մեջ։ Այսպիսով, նա ժպտաց, փոքրիկ զգույշ ժպիտով։ «Նայել ես։ Բայց այլս չես նայում»։ Արմենը պատասխան ժպտաց, այդ ժպիտի մեջ այնպիսի անկեղծություն կար, որը նրան շփոթեցրեց։ Որովհետև նրա մի մասը ուզում էր հավատալ, որ այս ամենն իրական է, որ նա իսկապես հետաքրքրված է իրենով ոչ թե գրազի պատճառով, այլ որովհետև իր մեջ տեսնում է ինչ-որ արժեքավոր բան։ Բայց մյուս մասը, վիրավորված, զայրացած, հիշեցնում էր նրան այն մասին, ինչ լսել էր այն գիշեր միջանցքում։ Ծիծաղի, կատակների, նվաստացման մասին։ Այդ կեսօրին Լիլիթը հանգստյան օր ուներ։ Դուրս եկավ առանձնատնից գնաց Անուշի, իր լավագույն ընկերուհու տուն, ում հետ ծանոթացել էր Երան գալուց հետո։ Անուշը նույնպես տնային տնտեսուհի էր աշխատում, Արաբկիրում գտնվող մի տանը։ Նրանք ծանոթացել էին կանգառում, նույն երթուղայինին սպասելիս, շուտով հայտնաբերել, որ նմանատիպ պատմություններ ունեն։ Եկել էին Գավառից, թողել էին ընտանիքը, երազում էին ավելի լավ կյանքի մասին։ Անուշը մի փոքր ավելի մեծ էր, 32 տարեկան, այն մարդկանցից էր, ովքեր ասում էին այն, ինչ մտածում են, առանց վիրավորելուց վախենալու։ Երբ Լիլիթը հասավ այն փոքրիկ բնակարանը, որտեղ Անուշն ապրում էր երկու այլ աղջիկների հետ, ընկերուհին նեղ խոհանոցում շոկոլադե կոնֆետներ էր պատրաստում։ Անուշը նայեց Լիլիթին, անմիջապես կիտեց հոնքերը։ «Ինչ է պատահել։ Տարօրինակ տեսք ունես»։ Լիլիթը նստեց խոհանոցի սեղանի մոտ, գդալ վերցրեց, սկսեց օգնել քաղցրավենիքը գնդիկների վերածել։ «Ես այլս չգիտեմ, թե ինչ եմ անում, Անուշ»։ «Այսինքն, ինչպես»։ Լիլիթը պատմեց ամեն ինչ։ Պատմեց այն գրազի մասին, որ լսել էր, վրեժի պլանի մասին, որը մշակել էր, վերջին 3 շաբաթվա ընթացքում ծածնելու մասին, թե ընկնում է տնօրենի հմայքի տակ։ Եվ հետո, գնալով ավելի ցածր ձայնով, պատմեց խոսակցությունների, գրքերի, այն պահերի մասին, որոնք սկսում էին չափազանց իրական թվալ։ Անուշը դադարեցրեց կոնֆետները խառնելը, լայն բացված աչքերով նայեց ընկերուհուն։ «Սպասիր։ Դու ինձ ասում ես, որ սիրահարվում ես այն մարդուն, ով քո մասին դաժան գրազ է կնքել»։ «Ոչ», առարկեց Լիլիթը, բայց ձայնը թույլ հնչեց։ «Ես չեմ սիրահարվում։ Ես պարզապես շփոթված եմ»։ «Լիլիթ, դու սիրահարվում ես։ Ես քեզ ճանաչում եմ։ Գիտեմ, երբ ես ստում։ Եվ հիմա ստում ես, հատկապես ինքդ քեզ»։ Լիլիթը ձեռքերով շփեց դեմքը։ «Այսպես չպետք է լիներ, Անուշ։ Պետք է պարզ լիներ։ Ես պետք է մտնեի նրա խաղի մեջ, ստիպեի նրան հավատալ, որ հաղթում է, վերջում կործանեի նրան։ Ցույց տայի, որ ամեն ինչ գիտեի, որ յուրաքանչյուր ժպիտ սուտ էր։ Բայց հիմա ես այլս չգիտեմ, թե որն է սուտ, որը ճշմարտություն»։ Անուշը հոգոց հանեց աթոռ քաշեց, նստելով ընկերուհու կողքին։ «Տես, ես հասկանում եմ քո զայրույթը։ Եթե ինչ-որ մեկն ինձ հետ այդպիսի գրազ կնքեր, ես էլ կուզենայի սպանել։ Բայց խնդիրն այն է, որ վրեժը չի աշխատում, եթե դու սկսում ես իրական ինչ-որ բան զգալ այդ մարդու հանդեպ։ Այդ դեպքում դու միայն ավելի շատ ես քեզ վնասում։
Գիտեմ, մրմնջաց Լիլիթը։ Բայց ես չեմ կարող պարզապես հանձնվել։ Ամեն անգամ, երբ մտածում եմ հանձնվելու մասին, հիշում եմ ծիծաղը, կատակները։ Այն ձև, որով նրանք խոսում էին իմ մասին, կարծես ես ոչինչ լինեի։ Ապա ավարտիր խաղը։ Բայց ավարտիր ճիշտ ձով։ Հեռացիր այնտեղից, այլ աշխատանք գտիր, մոռացիր այդ մարդուն, շարունակիր կյանքդ։ Գոնե կոտրված սրտով դուրս չես գա։ Իսկ եթե իմ սիրտն արդեն կոտրված է։ Նրանք մի որոշ ժամանակ լուռ մնացին, լսելով դրսի փողոցի աղմուկը, շենքի միջանցքում խաղացող երեխաների ձայները։ Անուշը ճիշտ էր, Լիլիթը դա գիտեր։ Բայց հիմա ամեն ինչ թողնելն անհնար էր թվում։ Որովհետև նա ուզում էր տեսնել, թե սա ուր կհասնի։ Ուզում էր իմանալ, թե արդյոք Արմենն իսկապես փոխվում է, թե արդյոք նրանց մեջ իրական ինչ-որ բան կա, թե ամեն ինչ գրազի մաս է։ Մինչ Լիլիթը պայքարում էր իր սեփական կոնֆլիկտների դեմ, Արմենը նույնպես մոլորված էր։ Նստած առանձնատան գրասենյակում, համակարգչի դիմաց, որը ցույց էր տալիս գրաֆիկներ, աղյուսակներ, որոնք նա չէր կարողանում ընկալել, նա մտածում էր Լիլիթի մասին։ Մտածում էր այն ձի մասին, որով նա ծիծաղում էր, երբ ինքը պատմում էր համալսարանական տարիների պատմություններ։ Մտածում էր այն ձի մասին, որով նա կծում էր ստորին շուրթը, երբ կենտրոնացած էր ընթերցանության վրա։ Մտածում էր նրա ձայնի մասին, երբ նա խոսում էր երազանքների, բանասիրական ֆակուլտետի, որտեղ ուզում էր սովորել, դասավանդելու ցանկության մասին։ Եվ մտածում էր գրազի մասին։ Այն անիծյալ գրազի, որն ընդունել էր վիսկիի տղամարդկային հպարտության մի երեկո։ Ինչպես էր նա այդքան հիմար եղել։ Ինչպես էր կարծել, թե ինչ-որ մեկի զգացմունքների հետ խաղալն ընդունելի է, նույնիսկ զվարճալի։ Արմենը ոտքի կանգնեց, մոտեցավ պատուհանին, նայեց ներքի այգուն։ Տեսավ, թե ինչպես է Լիլիթը լվացք փռում հետնամասի պարանին, անելով այն գործը, որ միշտ արել էր, բայց հիմա նա նրան իսկապես տեսնում էր։ Տեսնում էր մի ուժեղ կնոջ, ով թողել էր ամեն ինչ, ավելի լավ կյանք փորձելու համար։ Տեսնում էր մեկին, ով քրտնաջան աշխատում էր, ով պահպանում էր իր արժանապատվությունը նույնիսկ դժվար իրավիճակներում, ով երազում էր, չնայած ամեն ինչին։ Եվ նա գրազ էր կնքել նրա մասին։ Նրա սրտի մասին։ Արմենը ճակատը հպեց պատուհանի սառը ապակում, փակեց աչքերը։ Պետք է ճշմարտությունը պատմեր։ Պետք է վերջ տար սրան։ Բայց ինչպես։ Ինչպես պետք է մոտենար Լիլիթին, ասեր, որ ամեն ինչ սկսվել է որպես դաժան գրազ, բայց հիմա ինքն իսկապես սիրահարված է։ Նա կհավատար։ Կներիր։ Թե։ Պարզապես դուրս կգար իր կյանքից, այլս երբեք հետ չէր նայի։ Մերժվելու վախը նորություն էր Արմենի համար։ Նա սովոր էր վերահսկողություն ունենալ, լինել այն տղամարդը, ով որոշում էր, թե երբ սկսել, երբ ավարտել հարաբերությունները։ Բայց Լիլիթի հետ այլ էր։ Նա իշխանություն ուներ իր վրա, նույնիսկ առանց իմանալու։ Ուներ նրան կործանելու իշխանություն մի բառով, հիասթափության մի հայացքով։ Այդ գիշեր Արմենը որոշում կայացրեց։ Գրազը կավարտեր ճիշտ ձով։ Տիգրանին կասեր, որ հանձնվում է, որ կվճարի 50 միլիոնը, բայց չի շարունակի սա։ Եվ հետո, ինչ-որ կերպ, իսկապես կնվաճեր Լիլիթին։ Առանց խաղերի, առանց ստի։ Նույնիսկ եթե դա տարիներ տեր։ Բայց մինչ նա կկարողանար որևէ բան անել, հենց խաղն անսպասելի ընթացք ստացավ։ Հաջորդ 5 օրը Արմենը Լիլիթին ընթրիքի հրավիրեց։ Ոչ թե առանձնատանը, այլ քաղաքի կենտրոնում գտնվող մի ռեստորանում։ Նա զարմացավ, վարանեց, բայց ի վերջո ընդունեց։ Հագավ իր ունեցած միակ ավելի պաշտոնական զգեստը, մուգ կապույտ պարզ զգեստ, որը գնել էր ամիսներ առաջ զեղչով։ Մազերը ցածր հավաքեց, զուսպ շրթներ քսեց, նայեց հայելու մեջ, խորը շունչ քաշեց։ Պետք է շարունակեր պլանը։ Պետք է առաջ շարժվեր։ Արմենը երեկոյան 8-ին եկավ նրա հետից։ Երբ տեսավ Լիլիթին դուրս գալիս հետնամասի սենյակից, զգաց, թե ինչպես է սիրտը բաբախում։ Նա գեղեցիկ էր։ Ոչ հագուստի, ոչ շպարի պատճառով, այլ այն ձի, որով նա կրում էր իր սեփական գեղեցկությունը պարզությամբ։ Նա բացեց մեքենայի դուռը նրա համար, ինչը ստիպեց Լիլիթին զարմացած բարձրացնել հոնքերը։ Ռեստորանը համեստ իտալական ռեստորան էր կենտրոնում, առանձնատնից ոչ շատ հեռու։ Արմենը միտումնավոր ընտրել էր մի վայր, որը շքեղ չէր, որովհետև գիտեր, որ Լիլիթն իրեն անհարմար կզգար չափազանց շքեղ միջավայրում։
Նրանք նստեցին պատուհանի մոտ գտնվող սեղանի շուրջ, որը նայում էր փողոցային լապտերների այլ ռեստորանների լույսերով լուսավորված փողոցին։ Ընթրիքի ընթացքում նրանք խոսեցին գրքերի, իրենց մանկության երազանքների վախերի մասին։ Արմենը պատմեց բաներ, որոնք երբեք ոչ ոքի չէր պատմել։ Խոսեց իր կրտսեր եղբոր Պետրոսի մասին, ով մահացել էր 5 տարի առաջ ավտովթարից։ Խոսեց այն մասին, թե ինչպես է իրեն մեղավոր զգում, որովհետև վթարի օրը վիճել էր Պետրոսի հետ մի աննշան բանի համար, նրանց փոխանակած վերջին բառերը կոշտ, զայրույթով լի խոսքեր էին։ Խոսեց այն մասին, թե ինչպես է դրանից հետո սուզվել աշխատանքի մեջ, ինչպես է պատ կառուցել իր սրտի շուրջ, այլս ոչինչ չզգալու համար։ Լիլիթը լուր լսում էր ամեն ինչ, միջանցքում խոսակցությունը լսելուց հետո առաջին անգամ անկեղծ կարեկցանք զգաց Արմենի հանդեպ։ Տեսավ մի մարդու, ով կրում էր մեղք, միայնություն, վախ։ Տեսավ մեկին, ով իր նման մոլորված էր։ Եվ դա նրան վախեցրեց, որովհետև նշանակում էր, որ վրեժը ցավեցնելու էր ոչ միայն նրան, այլ իրեն։ Ցավում եմ քո եղբոր համար, ասաց նա, մեղմ ձայնով։ Բայց դու գիտես, որ դա քո մեղքը չէր, այնպես չէ՞։ Արմենը տխուր ժպտաց։ Գլուխը գիտի։ Սիրտն այդքան էլ չէ։ Նրանք ավարտեցին ընթրիքը, երբ դուրս եկան ռեստորանից, Արմենը բռնեց Լիլիթի ձեռքը։ Նա թույլ տվեց։ Նրանք քայլում էին փողոցով, առանց շտապելու, պարզապես զգալով գիշերվա զով օդը։ Երբ հասան մեքենային, Արմենը շրջվեց դեպի նա։ Լիլիթ, ես պետք է քեզ մի բան ասեմ։ Ես գիտեմ, որ այս ամենը տարօրինակ կերպով սկսվեց, դու աշխատող, ես տնօրեն։ Բայց ես այլս քեզ այդպես չեմ տեսնում։ Ես քեզ տեսնում եմ որպես կարևոր մեկին, որպես մեկին, ով ինչ-որ բան փոխեց իմ մեջ։ Եվ ես ուզում եի իմանալ, թե արդյոք դու նույնը զգում ես։ Լիլիթը նայեց նրան, սիրտը խփում էր անկանոն։ Այդ պահն էր։ Այդ պահն էր, երբ նա պետք է վերջ տար ամեն ինչին, ճշմարտությունը շպրտեր նրա երեսին, կործաներ նրան, ինչպես պլանավորել էր։ Բայց բառերը դուրս չեկան։ Փոխարենը, նա պարզապես գլխով արեց։ Այո, զգում եմ։ Եվ դա ճշմարտություն էր։ Հակառակ բոլոր տրամաբանությանը, հակառակ բոլոր պլաններին, նա զգում էր։ Արմենը ժպտաց, իսկական, թեթացումով լի ժպիտով։ Եվ հետո նրան գրկեց։ Լիլիթը դեմքը հպեց նրա կրծքին, փակեց աչքերը, զգալով թանկարժեք օծանելիքի հոտը, արագացած սրտի բաբախյունը։ Եվ մտածեց, թե արդյոք իր կյանքի ամենամեծ սխալը չի գործում։ Հաջորդ օրերին Արմենն այլս չէր թաքցնում իր զգացմունքները։ Լիլիթին ներկայացրեց ընկերության աշխատակիցներին որպես ընկերուհի։ Նրան տարավ ռեստորաններ ճաշելու, հաղթանակի զբոսայգում զբոսնելու, հմայիչ սրճարաններում սուրճ խմելու։ Հրապարակավ բռնում էր նրա ձեռքը, ուշադրություն չէր դարձնում այն մարդկանց հետաքրքրասեր հայացքներին, ովքեր ճանաչում էին միլիոնատեր Արմեն Սարգսյանին, ակնհայտորեն նույն սոցիալական շրջանակին չպատկանող մի աղջկա ուղեկցությամբ։ Տիգրանը, Բագրատը, Միքայելը իմացան հենց Արմենից։ Նա հանդիպեց նրան Սարյան փողոցի բարերից մեկում մի ուրբաթ օր առանց շրջանցելու պատմեց, որ հանդիպում է Լիլիթի հետ։ Երեքն էլ մի քանի վայրկյան լուռ մնացին, տեղեկությունը մարսելով։ Հետո Տիգրանը սկսեց ծիծաղել։ Տղա, դու իսկապես լուրջ ես ընդունել գրազը։ Շնորհավորում եմ։ Բայց մի մոռացիր, որ դեռ մնում է, որ նա ասի, ես քեզ սիրում եմ բոլորի առաջ։ Մինչ դա տեղի չունենա, մարտահրավերն ավարտված չէ։ Արմենը զգաց, թե ինչպես է զայրույթն աճում իր կրծքում։ Մոռացիր այդ գրազը։ Ես կվճարեմ 50 միլիոնը, բայց չեմ շարունակի սա։ Այսինքն, ինչպես, առարկեց Բագրատը։ Դու ընդունել ես մարտահրավերը, պետք է կատարես։ Ես ոչինչ կատարելու կարիք չունեմ։ Եվ եթե դուք մի փոքր արժանապատվություն ունեք, կմոռանաք այս ամբողջ պատմությունը։ Բայց Արմեն, ասաց Միքայելը ավելի հաշտվողական, դու հասկանում ես, որ եթե հանդիպում ես աղջկա հետ, տեխնիկապես կատարում ես գրազը։ Ես չեմ ասում, որ դու դա օգտագործես նրա դեմ, բայց դա իրականությունն է։ Արմենը ոտքի կանգնեց սեղանից։ Իրականությունն այն է, որ ես իսկապես սիրահարվել եմ, չեմ պատրաստվում դա օգտագործել որպես փոխանակման միջոց հիմար խաղի մեջ։ Վաղը գումարը կփոխանցեմ, Տիգրան։ Եվ դրանից հետո այլս չեմ ուզում խոսել այս մասին։ Նա դուրս եկավ բարից, առանց պատասխանի սպասելու։ Երեք ընկերները մնացին այնտեղ, զարմացած շփոթված։ Սա առաջին անգամն էր, որ տեսնում էին Արմենին իսկապես սիրահարված։
Եվ դա անհանգստացնող էր։ Մինչդեռ Լիլիթը սկսում էր խուճապի մատնվել։ Որովհետև 30 օրվա ժամկետը մոտենում էր ավարտին, նա դեռ չէր իրականացրել իր պլանը։ Չափազանց շատ էր տարվել, թույլ էր տվել, որ զգացմունքներն աճեն, հատել էր այն գիծը, որը բաժանում էր վրեժը սիրուց։ Անուշն ամեն օր զանգում էր, հարցնելով, թե ինչ է պատրաստվում անել, հիշեցնելով, որ որքան շատ ժամանակ անցնի, այնքան ավելի դժվար կլինի վերջ տալ ամեն ինչին։ Եվ Լիլիթը գիտեր, որ յուրաքանչյուր անցնող օր ստիս մեկ օր է։ Որովհետև որքան էլ որ իրական ինչ-որ բան զգար Արմենի հանդեպ, ամեն ինչի հիմքը փտած էր։ Նա գրազ էր կնքել իր մասին։ Եվ ինքը մտել էր վրեժի խաղի մեջ։ Երկուսն էլ ինչ-որ բան էին կառուցում ստի վրա, վաղ թե ուշ, ամեն ինչ փլուզվելու էր։ Վերջին շաբաթվա ընթացքում Արմենը որոշեց ամեն ինչ պատմել։ Այլս չէր կարողանում տանել ստի բեռը։ Հատուկ ընթրիք կազմակերպեց առանձնատանը, ամեն ինչ ինքը պատրաստեց, մոմերով, ծաղիկներով, սեղանը գցված էր իր ունեցած լավագույնով։ Ուզում էր, որ կատարյալ լինի, որովհետև ուզում էր, որ Լիլիթն իմանար, որ չնայած ամեն ինչին, այն, ինչ ինքը զգում է, իրական է։ Երբ Լիլիթն այդ գիշեր իջավ ընթրիքի, զարմացավ տեսարանից։ Ճաշասենյակը լուսավորված էր միայն մոմերով, սեղանի կենտրոնում կարմիր վարդեր կային, Արմենն այնտեղ էր, նյարդային, քրտնած ձեռքերով արագ բաբախող սրտով։ Այս ամենն ինչ է, հարցրեց նա, շփոթված ժպիտով։ Նստիր, խնդրեց նա։ Ես պետք է քեզ հետ խոսեմ։ Լիլիթը սառը զգացում ունեցավ ողնաշարում։ Նրա տոնը չափազանց լուրջ էր։ Նա նստեց, Արմենը նույնպես, սեղանի մյուս կողմում։ Մի պահ նրանք պարզապես նայում էին միմյանց, լռությունը լցվում էր միայն դրսի երթեկության հեռավոր ձայնով, մոմերի ճրճրթոցով։ Լիլիթ, ես պետք է քեզ մի բան պատմեմ, սկսեց Արմենը, ձայնը մի փոքր դողում էր։ Մի բան, որը պետք է պատմեի հենց սկզբից։ Բայց ես վախկոտ էի, հիմա այլս չեմ կարողանում սա պահել։ Լիլիթը զգաց, թե ինչպես է սիրտը արագանում։ Ինչ է։ Արմենը խորը շունչ քաշեց։ 1 ամիս առաջ ես ընկերներիս հետ գրազ եկա։ Հիմար, դաժան գրազ, որը երբեք չպետք է ընդունեի։ Նրանք գրազ եկան, որ ես չեմ կարողանա ստիպել, որ դու ինձ սիրահարվես 30 օրում։ 50 միլիոն դրամի դիմաց։ Եվ ես ընդունեցի։ Աշխարհը կարծես կանգ առավ Լիլիթի շուրջ։ Նա արդեն գիտեր, իհարկե գիտեր, բայց նրա բերանից լսելն այլ էր։ Դա նման էր նորից տամոքսին հարված ստանալուն, նույնիսկ իմանալով, որ հարվածը գալիս է։ Դու գրազ ես եկել, կրկնեց նա, սառը ձայնով։ Իմ մասին։ Այո, խոստովանեց Արմենը, նրա աչքերում արցունքներ կային։ Ես արել եմ։ Եվ դա ամենաանարգ բանն էր, որ երբե արել եմ իմ կյանքում։ Բայց Լիլիթ, խնդրում եմ, հավատա ինձ, երբ ասում եմ, որ դա փոխվեց։ Ես փոխվեցի։ Այն, ինչ ես զգում եմ քո հանդեպ, իրական է։ Ես քեզ սիրում եմ։ Եվ գիտեմ, որ արժանի չեմ քո ներմանը, բայց մինույն է խնդրում եմ։ Լիլիթը երկար նայեց նրան։ Եվ հետո, դանդաղ, սկսեց ժպտալ։ Դա սառը, առանց հումորի ժպիտ էր։ Դու կարծում ես, որ ես չգիտեի։ Գլուխ 3։ Լիլիթի սառը ժպիտն արձագանքեց մոմերով լուսավորված ճաշասենյակում։ Արմենը քարացավ, փորձելով ընկալել նոր լսած խոսքերը։ Դու կարծում ես, որ ես չգիտեի։ Բառերը ծխի պես կախվեցին օդում, ծանր, լցված մի բանով, որը նա չէր կարողանում լիովին վերծանել։ Զայրո, իթեր։ Ցա։ Վրեժ։ Այսինքն, ինչպես գիտեիր, հարցրեց Արմենը, ձայնը խռպոտ, գրեթե անլսելի։ Լիլիթը դանդաղ բարձրացավ աթոռից, վերահսկվող շարժումներով, կարծես մարմնի յուրաքանչյուր մկանը պահում էր, որպեսզի տեղում չփլուզվի։ Ես ամեն ինչ լսեցի, Արմեն։ Այն առաջին գիշերը։ Ես միջանցքում էի սրբիչներով, գնում էի հյուրասենյակների անկողնային պարագաները փոխելու։ Լսեցի ծիծաղը, կատակները, գրազի յուրաքանչյուր բառը։ Լսեցի, թե ինչպես եք դու ընկերներդ իմ մասին խոսում, կարծես ես իր լինեի, մարտահրավեր, զվարճանք։ Արմենը զգաց, թե ինչպես է արյունը սառչում երակներում։ Ոչ։ Չէր կարող ճիշտ լինել։ Լիլիթ, ես։ Դու ինչ, պայթեց նա, հիմա ձայնը բարձր էր, դողում էր շաբաթներ շարունակ զսպված զայրույթից։ Դու կարծում էիր, թե ես հիմար եմ։
Թե պարզապես միամիտ սպասուհի եմ, որը կընկնի քո հմայքի տակ կասի, ես քեզ սիրում եմ, որպեսզի դու քո 50 միլիոն դրամը շահես։ Դու իսկապես կարծում էիր, թե ես չնկատեցի, երբ դու սկսեցիր ամեն օր խոհանոցում հայտնվել, զրույց սկսել, գրքեր առաջարկել։ Ես հստակ գիտեի, թե դու ինչ ես անում։ Այսինքն, այս ամենը սոտ էր, հարցրեց Արմենը, նրա ձայնում անմշակ ցավ կար։ Դու այս ամբողջ ընթացքում ձացնում էիր։ Լիլիթը դառը ծիծաղեց։ Զվարճալի է, որ դու ստի մասին ես խոսում, այնպես չէ՞։ Դու, որ այս ամենը սկսեցիր հնարավոր ամենամեծ ստով։ Բայց այո, ես ձացնում էի։ Յուրաքանչյուր ժպիտ, յուրաքանչյուր խոսակցություն, յուրաքանչյուր պահ, որը ես քեզ թույլ տվեցի հավատալ, թե սիրահարվում եմ։ Ամեն ինչ պլանավորված էր, Արմեն։ Որովհետև եթե դու ուզում էիր խաղալ իմ սրտի հետ, ես որոշեցի մտնել խաղի մեջ։ Բայց սեղանը շրջելու համար։ Արմենը նույնպես ոտքի կանգնեց, ոտքերը դողում էին, փորձելով հասկանալ տեղի ունեցողի մասշտաբը։ Այսինքն դու երբեք ոչինչ չես զգացել։ Երբեք։ Լիլիթը վարանեց։ Դա ընդամենը մի վայրկյանի կոտորակ էր, բայց բավարար էր, որ Արմենը նկատեր։ Այնտեղ ինչ-որ բան կար, ինչ-որ ճակ այն զրահի վրա, որը նա կառուցել էր։ Բայց նա արագ ուշքի եկավ, կարծրացրեց արտահայտությունը։ Ոչ։ Ես երբեք ոչինչ չեմ զգացել։ Ամեն ինչ դերասանություն էր։ Եվ գիտես ինչ։ Ես լավ եմ դրանում։ Ես ստիպեցի քեզ հավատալ։ Ստիպեցի քեզ բացվել, վստահել։ Եվ հիմա ես այստեղ եմ, վերադարձնելով հենց այն, ինչին դու արժանի ես։ Նվաստացում։ Ցավ։ Այն զգացումը, որ քեզ օգտագործել են, մանիպուլյացիայի ենթարկել, վերաբերվել են որպես գրազի։ Լիլիթի խոսքերը դանակի պես կտրում էին։ Արմենը մի քայլ հետ գնաց, կարծես ֆիզիկական հարված ստացած լիներ։ Զգում էր կուրծքը սեղմված, օդը պակասում էր։ Ամբողջ այն մեղքը, որ կրում էր գրազի ամբողջ ամոթը, այժմ խառնվում էր նոր, ավելի խորը ցավի հետ։ Որովհետև նա իսկապես սիրահարվել էր։ Բացել էր սիրտը, ցույց տվել իր վերքերը, վախերը, մեղքերը։ Եվ ամեն ինչ պարզապես վրեժի խաղ էր։ Լիլիթ, խնդրում եմ, փորձեց նա, ձայնը կոտրվելով։ Ես գիտեմ, որ արժանի էի սրան։ Գիտեմ, որ դաժան էի, որ ամեն ինչ սկսեցի հնարավորինս վատ ձով։ Բայց ես փոխվեցի։ Այն, ինչ ես զգում եմ քո հանդեպ, իրական է։ Ես քեզ սիրում եմ։ Դու ինձ չես սիրում, ասաց Լիլիթը, հիմա նրա աչքերում նույնպես արցունքներ կային, բայց նա պայքարում էր, որ դրանք չթափվեն։ Դու նույնիսկ չգիտես, թե ինչ է սերը։ Դու միայն գիտես իրեր գնել, գրազներ կնքել, մանիպուլյացիա անել։ Եվ ես չեմ լինի քո հավաքածուիս մեկ հաղթանշան։ Այդպես չէ, առարկեց Արմենը, հուսահատ։ Լիլիթ, Աստծու սիրուն, լսիր ինձ։ Ես գիտեմ, որ սխալ սկսեցի։ Գիտեմ, որ գրազն անարգ էր։ Բայց ամեն ինչ փոխվեց։ Դու ինչ-որ բան փոխեցիր իմ մեջ։ Ստիպեցիր ինձ աշխարհին այլ կերպ նայել, ստիպեցիր զգալ բաներ, որոնք կարծում էի այլս երբեք չեմ զգա։ Ես քեզ իսկապես սիրում եմ։ Եվ գիտեմ, որ դու էլ ես ինչ-որ բան զգում իմ հանդեպ, այլապես այս ամբողջ ընթացքում խաղը չէի շարունակի։ Լիլիթը ձեռքի թիկունքով սրբեց արցունքները, զայրացած ինքն իր վրա լաց լինելու համար։ Դու ոչինչ չգիտես այն մասին, թե ես ինչ եմ զգում։ Եվ գիտես ինչ։ Կարոր էլ չէ։ Որովհետև նույնիսկ եթե ես ինչ-որ բան զգայի, ես չեմ ասում, թե զգում եմ, ինչպես պետք է մենք ինչ-որ բան կառուցեինք այսքան ստի վրա։ Դու ստեցիր ինձ։ Ես ստեցի քեզ։ Մենք պարզապես երկու ստախոս ենք, որոնք խաղացել են միմյանց զգացմունքների հետ։ Ապա մենք նորից կսկսենք, առաջարկեց Արմենը հուսահատ ձայնով։ Մենք կմոռանանք այս ամենը, կսկսենք զրոյից։ Առանց խաղերի, առանց ստի։ Միայն ես դու։ Լիլիթը գլուխը թափահարեց։ Զրոյից սկսել հնարավոր չէ, Արմեն։ Ոչ այս ամենից հետո։ Դու միշտ կլինես այն մարդը, ով իմ մասին գրազ է կնքել։ Եվ ես միշտ կլինեմ այն կինը, ով ծացրել է վրեժ լուծելու համար։ Մենք չենք կարող դա ջնջել։ Նա շրջվեց, որպեսի գնա, բայց Արմենը բռնեց նրա թից։ Այդպես մի գնա։ Խնդրում եմ։ Լիլիթը նայեց նրա ձեռքին իր թի վրա, հետո նայեց նրա աչքերին։ Բաց թող ինձ, Արմեն։
Նա անմիջապես բաց թողեց, ձեռքերն ընկան մարմնի կողքերին, լիակատար պարտության մեջ։ Լիլիթը խորը շունչ քաշեց, փորձելով վերահսկել ձայնը։ Ես կհավաքեմ իմ իրերը վաղը առավոտյան կգնամ։ Ինձ ոչինչ վճարելու կարիք չկա, ոչինչ անելու կարիք չկա։ Պարզապես թող ինձ գնամ։ Եվ հետո նա դուրս եկավ ճաշասենյակից, Արմենին մենակ թողնելով դեռս վառվող մոմերի արդեն թարամել սկսող ծաղիկների միջ։ Նա մնաց այնտեղ, կանգնած, չկարողանալով շարժվել, չկարողանալով մտածել։ Պարզապես զգում էր մի հսկայական դատարկություն, որը բացվում էր իր կրծքի մեջ, կուլ տալով այն ամենը, ինչ կարծում էր, թե կառուցել է վերջին շաբաթների ընթացքում։ Այդ գիշեր նրանցից ոչ ոք չքնեց։ Արմենը մնաց հյուրասենյակում, նստած մթության մեջ, վերապրելով Լիլիթի հետ յուրաքանչյուր պահը։ Խոհանոցում զրույցները, այգում զբոսանքները, իտալական ռեստորանում ընթրիքը, նրա ժպիտը, երբ նա գրքերը տվեց։ Ամեն ինչ, Սոլտեր։ Չէր կարող լինել։ Նա իրական ինչ-որ բան էր տեսել նրա աչքերում։ Անկեղծ ինչ-որ բան էր զգացել զրույցներում։ Բայց գուցե դա պարզապես պրոյեկցիա էր, պարզապես ինքն էր ուզում հավատալ, որ նա նույնը զգում է։ Հետնամասի փոքրիկ սենյակում Լիլիթը նստած էր մահճակալին, ծնկները գրկած։ Լուր լաց էր լինում, փորձում էր աղմուկ չհանել, գծում էր շուրթը, հեկեկոցները զսպելու համար։ Արել էր այն, ինչ պլանավորել էր։ Կործանել էր Արմենին այնպես, ինչպես նա արժանի էր կործանվելու։ Վերադարձրել էր նվաստացումը, ցավը, օգտագործված լինելու զգացումը։ Ապա ինչու էր այդքան ցավում։ Ինչու էր թվում, թե ինքն իրեն նույնպես կործանել է։ Որովհետ նա ստել էր։ Երբ ասաց, որ երբեք ոչինչ չի զգացել, երբ ասաց, որ ամեն ինչ դերասանություն էր, նա ստեց։ Խաղի ինչ-որ պահի նա իսկապես սիրահարվել էր։ Գրքերի մասին զրույցների համար։ Այն ձի համար, որով նա նայում էր իրեն, կարծես ինքը լիներ աշխարհի միակ մարդը։ Նրա խոցելիության համար, երբ պատմում էր եղբոր, միայնության, վախերի մասին։ Նա սիրահարվել էր այն մարդուն, որը նա էր, երբ միայն իր հետ էր, առանց դիմակների, առանց հպարտության։ Բայց ինչպես կարող էր սիրել մեկին, ով իր մասին գրազ էր կնքել։ Ինչպես կարող էր ներել նման բան։ Եվ ամենակարևորը, ինչպես կարող էր նա վստահել իրեն, իմանալուց հետո, որ ինքը նույնպես ստել է, նույնպես խաղացել է։ Հաջորդ առավոտ Լիլիթը իրերը հավաքեց մի փոքրիկ ճամպրուկի մեջ։ Շատ բան չուներ։ Հագուստ, մի քանի գիրք, որոնք գնել էր տարիների ընթացքում, մոր տատիկի լուսանկարը։ Վերջին անգամ իջավ խոհանոց, սենյակի բանալին թողեց սեղանի վրա, դուրս եկավ հետի դռնով։ Չուզեց տեսնել Արմենին։ Դրա համար ուժ չուներ։ Արմենը լսեց դռան փակվելը գրասենյակից, որտեղ անցկացրել էր գիշերը։ Վազեց դեպի պատուհանը, տեսավ Լիլիթին, որն անցնում էր այգին, ճամպրուկը ձեռքին, ուսերը կախ։ Ուզեց վազել նրա հետից, աղաչել, որ մնա, ասել, որ է բան, որը կարող էր փոխել իրավիճակը։ Բայց ոչինչ չարեց։ Որովհետև գիտեր, որ նա ճիշտ է։ Ինչպես պետք է նրանք ինչ-որ բան կառուցեին այսքան ստի վրա։ Տեսավ, թե ինչպես Լիլիթն անհետացավ դարպասից զգաց, կարծես կորցրել է միակ բանը, որն իսկապես կարոր էր։ Հաջորդ շաբաթները երկուսի համար էլ անապատ էին։ Լիլիթը Անուշի ծանոթի միջոցով այլ աշխատանք գտավ, մի ընտանիքի տանը քաղաքի մյուս ծայրում։ Ընտանիքը բարեհամբույր էր, աշխատանքը հանգիստ, բայց Լիլիթն ապրում էր ավտոմատ կերպով։ Արթնանում էր, աշխատում, վերադառնում սենյակ, քնում։ Այլս չէր կարդում։ Չէր խոսում անհրաժեշտից ավելին։ Անուշը գնում էր նրան տեսնելու, երբ կարողանում էր, փորձում էր ուրախացնել նրան, բայց ապարդյուն։ Մի օր, երբ սուրճ էին խմում այն տան խոհանոցում, որտեղ Լիլիթն աշխատում էր, Անուշը բռնեց ընկերուհու ձեռքը։ Դու պետք է որոշես, թե ինչ ես ուզում, Լիլիթ։ Կամ դու նրան ընդմիշտ մոռանում ես, առաջ է շարժվում, կամ գնում ես նրա հետից, փորձում ես սա ուղղել։ Ուղղել հնարավոր չէ, մրմնջաց Լիլիթը։ Մենք ամեն ինչ կործանեցինք։ Դուք կործանեցիք սուտը, ասաց Անուշը։ Բայց ինչ, եթե դրա տակ իրական ինչ-որ բան կա։ Մի բան, որն արժե փրկել։ Լիլիթը գլուխը թափահարեց, բայց Անուշի խոսքերը հաջորդ օրերին արձագանքում էին նրա մտքում։ Կենտրոնի առանձնատանը Արմենը ստվեր էր դարձել։ Ուրվականի պես շրջում էր միջանցքներով, նորմալ չէր ուտում, չէր քնում։ Լիլիթի տեղը զբաղեցրած աշխատակցուհին, 50 տարեկան մի կին, տիկին Մարինեն, անհանգստանում էր տնօրենի համար։
Տեսնում էր նրան ժամերով նստած գրադարանում, նայելով դատարկությանը։ Տեսնում էր նրան գիշերվա կեսին խոհանոցում, միայնակ սուրճ խմելիս, նայելով այն տեղին, որտեղ սովորաբար նստում էր Լիլիթը։ Մի կիրակի կեսօրին Տիգրանն առանց զգուշացնելու հայտնվեց առանձնատանը։ Գտավ Արմենին հյուրասենյակում, չսափրված, աչքերի տաք շրջանակներով։ Տիգրանը նստեց նրա կողքին, առանց թույլտվություն խնդրելու։ «Տղա, դու կործանված ես»։ Արմենը նույնիսկ չնայեց ընկերոջը։ «Դու ստացար այն, ինչ ուզում էիր, Տիգրան։ Գրազը քեզ կործանեց»։ «Հուսով եմ, երջանիկ ես»։ «Ես երջանիկ չեմ», ասաց Տիգրանը, առաջին անգամ նրա ձայնում զղջման նման մի բան կար։ «Տես, ես գիտեմ, որ հիմար էի»։ Գրազը դաժան էր, հիմարություն էր։ «Ես հարբած էի, ուզում էի զվարճանալ, չմտածեցի հետանքների մասին։ Բայց, տղա, երբեք չէի պատկերացնի, որ դու իսկապես կսիրահարվես»։ «Դե, ես սիրահարվեցի», ասաց Արմենը, ձայնը կոշտ հնչեց։ «Եվ կորցրի նրան։ Իմ կյանքում կայացրած ամենավատ որոշման պատճառով։ Ապա գնա նրա հետից։ Օգուտ չկա։ Նա այլս ինձ տեսնել չի ուզում։ Եվ ես չեմ կարող նրան մեղադրել»։ Տիգրանը մի պահ լուռ մնաց, հետո հոգոց հանեց։ «Գիտես, ինչ եմ կարծում։ Կարծում եմ, որ այն ամբողջ ստի, այն ամբողջ խաղի մեջ դուք երկուստ իրական ինչ-որ բան գտաք։ Եվ իրական բանը պարզապես չի անհետանում, որովհետև սխալ է սկսվել։ Երբեմն մենք պետք է պայքարենք նրա համար, ինչը կարևոր է, նույնիսկ երբ անհնար է թվում»։ Արմենն առաջին անգամ նայեց ընկերոջը։ «Երբ վանից ես դու փիլիսոփա դարձել»։ «Այն օրվանից, երբ տեսա, թե ինչպես է իմ լավագույն ընկերը հալվում մի կնոջ պատճառով։ Դա ինձ շատ բաների մասին մտածել տվեց»։ Տիգրանը քիչ անց գնաց, բայց խոսքերը մնացին։ Արմենը սկսեց մտածել։ Եթե նա իսկապես սիրում էր Լիլիթին, հիմա համոզված էր, որ սիրում է, չէր կարող պարզապես հանձնվել։ Պետք է ինչ-որ բան աներ։ Բայց ի՞նչ։ Հայտնվել այն տանը, որտեղ նա աշխատում էր, միայն ավելի կզայրացներ նրան։ Հաղորդագրություններ ուղարկելը ներխուժում կլիներ։ Նրան մի ժեստ էր պետք, որը ցույց կտար, որ ինքն իսկապես փոխվել է, որ այլս այն մարդը չէ, որը դաժան գրազներ է կնքում մարդկանց զգացմունքների մասին։ Գաղափարը տվեց տիկին Մարինեն, առանց իմանալու։ Նա մաքրում էր գրադարանը, երբ գրեթե պատահաբար նշեց, որ կարոտում է Լիլիթին։ Այդ աղջիկը յուրահատուկ էր։ Երազանքներ ուներ, գիտեք։ Ուզում էր սովորել, ուզում էր ուսուցչուհի դառնալ։ Տխուր է, երբ տեսնում ես, թե ինչպես են լավ մարդիկ հրաժարվում իրենց երազանքներից, որովհետև կյանքը շատ դժվար է։ Արմենը կանգ առավ միջանցքի մեջտեղում, մտածելով այդ խոսքերի մասին։ Լիլիթն ուզում էր բանասիրականում սովորել։ Ուզում էր ուսուցչուհի դառնալ։ Այդքան շատ էր խոսել այդ մասին, աչքերում այդքան փայլով։ Եվ նա կարող էր օգնել։ Ոչ թե որպես նրա ներումը գնելու միջոց, այլ որպես ապացույց, որ հարգում է նրա երազանքները, որ ուզում է նրա բարին, նույնիսկ առանց փոխարենը որևէ բան ստանալու։ Հաջորդ օրերին Արմենը սկսեց գործել։ Նախ, լիովին խզեց կապերը գրած կնքած ընկերների հետ։ Ասաց Տիգրանին, Բագրատին, Միքայելին, որ այլս չի ուզում նրանց տեսնել, որ մարդիկ, ովքեր խաղում են ուրիշների զգացմունքների հետ, արժանի չեն ընկեր կոչվելու։ Տիգրանը լուռ ընդունեց, իմանալով, որ արժանի է։ Բագրատն ու Միքայելը փորձեցին առարկել, բայց Արմենն անդրդվելի էր։ Հետո, զգույշ հետազոտության միջոցով, պարզեց, թե որտեղ է ապրում Լիլիթի տատիկը։ Դա Դիլիջանում մի համեստ տուն էր, որը շտապ վերանորոգման կարիք ուներ։ Արմենն անանում վճարեց վերանորոգման համար, ապահովելով, որ տարեց կինն ապահով տանիք ունենա գլխավերում։ Պարզեց նա, որ Լիլիթն ամեն ամիս գումար է ուղարկում տատիկին, այդ գումարի մի մասը գնում է թանկարժեք դեղերի համար։ Արմենը կապ հաստատեց քաղաքի դեղատներից մեկի հետ, մշտական կրեդիտ բացեց, որպեսզի տիկին Հեղինեն, Լիլիթի տատիկը, կարողանա դեղերն առանց վճարելու վերցնել։ Եվ վերջապես, վճարեց բուհի ընդունելության նախապատրաստական դասընթացի համար։ Երանի լավագույնը։ Մի ամբողջ տարի, նյութերը ներառյալ։ Գրանցման տվյալներն ուղարկեց Անուշի հասցեով, պարզ գրությամբ։ Լիլիթին։ Որովհետև երազանքներն արժանի են հնարավորության։ Առանց ստորագրության։ Առանց պահանջների։ Երբ Անուշը ծրարը տվեց Լիլիթին, ընկերուհին խոսքեր չգտավ։ Բացեց, տեսավ դասընթացի փաստաթղթերը, գրությունը։
ճանաչեց ձեռագիրը։ Սկսեց լաց լինել հենց այնտեղ, Անուշի տան հյուրասենյակի մեջտեղում։ Ինչու է նա սա անում, հարցրեց Լիլիթը հեկեկոցների միջից։ Ինչու ինձ հանգիստ չի թողնում։ Անուշը նստեց նրա կողքին։ Որովհետև նա քեզ իսկապես սիրում է, Լիլիթ։ Եվ երբ մենք իսկապես սիրում ենք, ուզում ենք այդ մարդու բարին, նույնիսկ եթե այդ մարդն այլևս մեզ հետ չէ։ Բայց ես չեմ կարող սա ընդունել։ Դա նրա փողն է։ Դա քո կյանքի երազանքն է, ընդհատեց Անուշը։ Դա սովորելու, ուսուցչուհի դառնալու, այն ամենն անելու հնարավորությունն է, ինչ դու միշտ ուզել ես։ Դու հպարտության պատճառով կհրաժարվես դրանից։ Լիլիթը լուռ մնաց, նայելով փաստաթղթերին։ Դա հպարտություն չէր։ Վախ էր։ Վախ ընդունելու սա բարդքի տակ զգալու։ Վախ ընդունելու հասկանալու, որ դեռ սիրում է Արմենին։ Վախ, որ այդ ժեստը նշանակում էր, որ նա իսկապես փոխվել է, որ ինքը կործանել է մի բան, որը կարող էր գեղեցիկ լինել։ Այդ գիշեր Լիլիթը զրուցեց տատիկի հետ հեռախոսով։ Հեղինե տատիկը, այն իմաստությամբ, որը բնորոշ է շատ ապրած մարդուն, լուր լսեց ամեն ինչ։ Գրազը, վրեժի պլանը, զգացմունքների խառնաշփոթը, բաժանումը, դասընթացը, որի համար վճարել էր Արմենը։ Երբ Լիլիթն ավարտեց խոսքը, տատիկը հոգոց հանեց։ Աղջիկս, կյանքը կատարյալ մարդկանցից չի կազմված։ Այն կազմված է մարդկանցից, ովքեր սխալվում են, սովորում են, նորից են փորձում։ Այդ տղան սկզբում շատ սխալվեց, դա ճիշտ է։ Բայց ինչպես դու ես պատմում, նա փոխվել է։ Փորձում է իրերն ուղղել այնպես, ինչպես կարող է։ Իսկ դու, իմ սիրելի թոռնուհի, դու էլ ես սխալվել։ Դու էլ ես խաղացել նրա զգացմունքների հետ։ Երկուսդ էլ սխալվել եք։ Հիմա հարցն այն է, դուք թույլ կտաք, որ սխալները որոշեն ձեր կյանքի մնացած մասը։ Թե քաջություն կունենաք ներելու նորից սկսելու։ Հեռախոսն անջատելուց հետո Լիլիթը նստած մնաց սենյակում, մտածելով։ Մտածեց այն դաժան գրազի մասին, որ լսել էր այն գիշեր։ Մտածեց վրեժի պլանի մասին, որը մշակել էր։ Մտածեց գրքերի մասին զրույցների, այգում զբոսանքների, Արմենի եղբոր, իր մոր մասին խոստովանությունների մասին։ Մտածեց նրա հայացքի մասին, երբ նա ընթրիքի ժամանակ ասաց «Ես քեզ սիրում եմ»։ Եվ մտածեց սեփական հայացքի մասին հայելու մեջ առանձնատնից դուրս գալուց հետո, դատարկ, տխուր, մոլորված։ Հնարավոր էր արդյոք նորից վստահել։ Հնարավոր էր արդյոք իրական ինչ-որ բան կառուցել այսքան ստի փլատակների վրա։ Լիլիթը պատասխանը չգիտեր։ Բայց գիտեր, որ պետք է փորձի պարզել։ Գլուխ 4 Տատիկի հետ զրույցից 3 օր անց Լիլիթը նստած էր ավտոբուսում, որը նրան հետ էր տանում դեպի քաղաքի կենտրոն։ Նախապատրաստական դասընթացի փաստաթղթերով ծրարը սեղմել էր կրծքին, սիրտը խփում էր անկանոն։ Նա հստակ չգիտեր, թե ինչ է անելու կամ ինչ է ասելու։ Միայն գիտեր, որ պետք է տեսնի Արմենին։ Պետք է նայի նրա աչքերին պարզի, թե արդյոք իսկապես կա փրկելու ենթակա ինչ-որ բան այն ամենի փլատակների մեջ, ինչ նրանք կործանել էին։ Անուշն առաջարկել էր միասին գնալ, բայց Լիլիթը հրաժարվել էր։ Դա մի բան էր, որը պետք է միայնակ աներ։ Նա իջավ ավտոբուսից առանձնատնից 2 թաղամաս այն կողմ դանդաղ քայլեց մայթով, դիտելով մեծ տները, խնամված այգիները, ավտոտնակներում կայանված ներմուծված մեքենաները։ Դա մի աշխարհ էր, որը երբեք իրենը չէր լինի, երկար ժամանակ դա կարևոր չէր։ Բայց հիմա նա մտածում էր, թե արդյոք հնարավոր է լինել Արմենի հետ, առանց այդ տիեզերքի կողմից կլանվելու, առանց սեփական ինքնությունը կորցնելու։ Երբ հասավ առանձնատան դարպասի դիմաց, վարանեց։ Կարող էր զանգը տալ, խնդրել խոսել Արմենի հետ։ Բայց ինչ, եթե նա չուզենար իրեն տեսնել։ Ինչ, եթե հանձնվել էր։ Ինչ, եթե բաժանման շաբաթները ստիպել էին նրան հասկանալ, որ այսպես ավելի լավ է, յուրաքանչյուրն իր ճանապարհով։ Մինչ նա կկարողանար որոշում կայացնել, դարպասը բացվեց։ Մի մեքենա դուրս էր գալիս, ղեկին Արմենն էր։ Նա անմիջապես տեսավ նրան։ Կանգնեցրեց մեքենան փողոցի մեջտեղում, շարժիչը դեռ միացված, մնաց այնտեղ, կանգնած, պարզապես նայելով նրան ապակու միջով։ Լիլիթը մի քայլ առաջ արեց, հետո մյուսը։ Արմենն անջատեց մեքենան դուրս եկավ, դանդաղ փակելով դուռը, կարծես վախենում էր, որ ցանկացած կտրուկ շարժում կստիպի նրան անհետանալ։ Նրանք մնացին այնտեղ, կանգնած միմյանց դիմաց մայթին, բաժանված ընդամենը մի քանի մետրով, որոնք կիլոմետրեր էին թվում։ Բար, ասաց Լիլիթը,
ձայնը դուրս եկավ ավելի թույլ, քան մտադրվել էր։ Բար, պատասխանեց Արմենը, այդ պարզ բառի մեջ այնքան հուզմունք կար, որ Լիլիթը քիչ մնաց փլուզվեր։ Ես ստացել եմ ծրարը, շարունակեց նա, բարձրացնելով դասընթացի փաստաթղթերը։ Շնորհակալություն։ Բայց դու պարտավոր չէիր դա անել։ Ես գիտեմ, որ պարտավոր չէի, ասաց Արմենը։ Ես ուզեցի։ Որովհետև դու արժանի ես իրականացնելու քո երազանքները, Լիլիթ։ Իմ կյանքում լինես, թե ոչ։ Նա նայեց նրան, իսկապես նայեց։ Տեսավ խորս շրջանակները, չսափրված մորուքը, դեմքին դրոշմված հոգնածությունը։ Տեսավ կործանված մի մարդու, բայց նա մի մարդու, որը փորձում էր վերականգնվել։ Եվ զգաց սիրտը սեղմվել այնպես, որ այլս չէր կարողանում ժխտել։ Խոսելու ժամանակ ունես, հարցրեց նա։ Արմենը գլխով արեց, այո, չվստահելով սեփական ձայնին։ Նորից նստեց մեքենան բացեց ուղորի դուռը Լիլիթի համար։ Նա նստեց, նա լուր վարեց մինչ հաղթանակի զբոսայգի։ Կայանեց լճի մոտ, երկուսն էլ դուրս եկան, դանդաղ քայլելով քարե արահետով։ Ընտանիքներ կային, որոնք պիկնիկ էին անում, երեխաներ էին վազվզում, զույգեր, ձեռք ձեռքի տված։ Կյանքը սովորականի պես շարունակվում էր, մինչ նրանց երկուսի աշխարհը կախված էր այդ փխրուն պահից։ Ինչու եկար այնտեղ, հարցրեց Արմենը մի քանի րոպե լռությունից հետո։ Լիլիթը խորը շունչ քաշեց։ Որովհետև ես պետք է ազնիվ լինեի։ Քեզ հետ, ինքս ինձ հետ։ Ես ստեցի այն գիշեր, Արմեն։ Երբ ասացի, որ երբեք ոչինչ չեմ զգացել։ Երբ ասացի, որ ամեն ինչ դերասանություն էր։ Ես ստեցի։ Արմենը կանգ առավ նայեց նրան, աչքերը լայն բացված։ Դու ստեցիր։ Ստեցի, հաստատեց Լիլիթը, արցունքները սկսեցին հոսել։ Ես սիրահարվեցի քեզ այդ խաղի ինչ-որ պահի։ Հստակ չգիտեմ, երբ։ Գուցե երբ դու ինձ ցույց տվեցիր գրադարանը։ Կամ երբ պատմեցիր եղբորդ մասին։ Կամ երբ ռեստորանում բռնեցիր ձեռքս։ Բայց դա տեղի ունեցավ։ Եվ երբ ես ասացի այդ դաժան բաները, երբ քեզ միտումնավոր կործանեցի, ես նա ինքս ինձ էի կործանում։ Որովհետև ես քեզ սիրում եմ, Արմեն։ Եվ դա ինձ սարսափեցնում է։ Արմենը մի քայլ արեց դեպի նա, ձեռքերը դողում էին։ Լիլիթ, ես էլ եմ քեզ սիրում։ Երբեք չեմ դադարել քեզ սիրելուց։ Այս բոլոր շաբաթների ընթացքում ես միայն քո մասին էի կարողանում մտածել։ Այն մասին, թե ինչպես փչացրի ամեն ինչ։ Թե ինչքան հիմար էի, ընդունելով այդ գրազը։ Մենք երկուսս էլ հիմար էինք, ասաց Լիլիթը։ Դու, գրազով, ես, վրեժի պլանով։ Մենք խաղացինք միմյանց զգացմունքների հետ։ Եվ հիմա մենք այստեղ ենք, երկու դավաճան, որոնք փորձում են պարզել, թե արդյոք դեռ կարելի է վստահել։ Ապա ասա ինձ, խնդրեց Արմենը, հուսահատ ձայնով։ Ինչ ենք մենք անում։ Ինչպես ենք մենք սա ուղղում։ Լիլիթը սրբեց արցունքները նայեց լճին, որտեղ մի քանի բադ հանգիստ լողում էին։ Ես խոսեցի տատիկիս հետ։ Եվ նա ինձ մի բան ասաց, որն իմաստ ուներ։ Ասաց, որ վստահությունը հաստատակամություն չէ։ Ընտրություն է։ Ամենօրյա ընտրություն հավատալու մարդուն, նույնիսկ իմանալով, որ նա կարող է նորից սխալվել։ Նույնիսկ իմանալով, որ դու ինքդ կարող ես նորից սխալվել։ Եվ դու կարող ես այդ ընտրությունը կատարել, հարցրեց Արմենը։ Կարող ես ընտրել վստահել ինձ։ Լիլիթը շրջվեց դեպի նա։ Ես կարող եմ փորձել։ Բայց պայմաններ կան։ Եթե մենք նորից ենք սկսելու, պետք է այլ կերպ լինի։ Լիակատար ազնվություն։ Ոչ մի խաղ, ոչ մի սուտ, նույնիսկ ամենափոքրը։ Եվ ես չեմ կարող քո սպասուհին լինել, Արմեն։ Չեմ կարող լինել աշխատակցուհին, որը հանդիպում է տնօրենի հետ։ Պետք է լինի հավասարը հավասարի հետ, այլապես չի ստացվի։ Դու երբեք իմ սպասուհին չես եղել, ասաց Արմենը։ Իմ աչքերում։ Ոչ այն բանից հետո, երբ սկսեցի քեզ իսկապես ճանաչել։ Եվ եթե դու ուզում ես, ես ամեն ինչ կանեմ դա ապացուցելու համար։ Ամեն ինչ, Լիլիթ։ Նա խորը շունչ քաշեց, զգալով այդ որոշման ծանրությունը։ Պատրաստվում էր թրջել անդունդը, առանց ապահովագրող ցանցի։ Պատրաստվում էր վստահել մեկին, ով խախտել էր իր վստահությունը։ Եվ միևնույն ժամանակ խոստովանում էր, որ ինքը նույնպես խախտել է նրա վստահությունը։ Երկուսն էլ վիրավորված էին, երկուսն էլ վախեցած։
բայց գուցե հենց դրա համար էլ կարող էին նորից փորձել։ Որովհետև հիմա գիտեին, թե որքան է ցավում միմյանց կորցնելը։ Եկ դանդաղ շարժվենք, ասաց Լիլիթը վերջապես։ Առանց շտապելու։ Մենք կխոսենք, այս անգամ իսկապես կճանաչենք միմյանց, առանց դիմակների։ Եվ կտեսնենք, թե ինչ կստացվի։ Արմենը ժպտաց, դա մաքուր թեթացման ժպիտ էր։ Դանդաղ։ Ես կարող եմ համակերպվել դանդաղի հետ։ Ես կարող եմ համակերպվել ամեն ինչի հետ, պայմանով, որ դու ինձ հնարավորություն տաս։ Նրանք վերսկսեցին քայլել այգում, այս անգամ Արմենը բռնեց Լիլիթի ձեռքը։ Նա թույլ տվեց։ Դա փոքր սկիզբ էր, բայց սկիզբ էր։ Հաջորդ ամիսներին Արմենն ու Լիլիթը վերակառուցեցին իրենց հարաբերությունները բոլորովին այլ կերպ։ Լիլիթը գրանցվեց նախապատրաստական դասընթացին, կատաղի նվիրումով սուզվեց ուսման մեջ։ Արմենը հարգում էր նրա տարածքը, չէր փորձում միջամտել, պարզապես աջակցություն էր առաջարկում, երբ նա դրա կարիքն ուներ։ Հանդիպում էին հանգստյան օրերին, պարզ ճաշերի, այգում զբոսանքների, կինոդիտումների համար։ Խոսում էին ամեն ինչի մասին։ Վախերի, անցյալի սխալների, ապագայի երազանքների մասին։ Արմենը Լիլիթին ներկայացրեց իր ընտանիքին։ Նրա քույրը Անին սկզբում զարմացավ, բայց շուտով սիրեց այն աղջկան, որը նորից ժպիտ էր պառքում իր եղբորը։ Ծնողները ավելի պահպանողական սկզբում դժգոհ էին, բայց ժամանակի ընթացքում սկսեցին հասկանալ, որ Լիլիթը տարբերվում է բոլոր այն կանանցից, որոնց Արմենը տուն էր բերել։ Նրա մեջ բովանդակություն կար, խորություն, իսկություն։ Լիլիթն Արմենին տարավ տատիկի հետ ծանոթանալու Դիլիջանում։ Հեղինե տատիկը սկզբում կասկածանքով ընդունեց տղային, բայց մի քանի ժամ խոսելուց հետո տեսավ, որ նա իսկապես սիրում է իր թոռնուհուն։ Տեսնում էր նրա հայացքում, նրա մասին խոսելու ձում, նրա բարեկեցությամբ մտահոգվելու ձում։ Երբ երկուսը գնացին, Հեղինե տատիկը Լիլիթին մի կողմ քաշեց։ Այս մեկը տարբեր է, աղջիկս։ Կատարյալ չէ, ոչ ոք կատարյալ չէ։ Բայց քեզ իսկապես սիրում է։ Եվ ամենակարևորը, հարգում է քեզ։ Դա հազվադեպ է։ Լիլիթը գիտեր, որ տատիկը ճիշտ է։ Եվ ամեն անցնող օրվա հետ ավելի էր համոզվում, որ ճիշտ ընտրություն է կատարել, նրանց հարաբերություններին երկրորդ հնարավորություն տալով։ Այգում հանդիպումից 6 ամիս անց Լիլիթը ԵՓ-ի բանասիրական ֆակուլտետի ընդունելության քննություն հանձնեց։ Նյարդային էր, բայց վստահ։ Շատ էր սովորել, նվիրվել էր, գիտեր, որ արել է իր կարողությունների առավելագույնը։ Երբ արդյունքները հայտնի դարձան, նա տեսավ իր անունը ընդունվածների ցուցակում, արդյունքների մեջ խեղդվեց։ Անմիջապես զանգեց Արմենին, ձայնը խեղդված հուզմունքից։ Ես ընդունվել եմ, Արմեն։ Ես ընդունվել եմ։ Նա ուրախանում էր, կարծես դա իր հաղթանակը լիներ։ Որովհետև ինչ-որ առումով այդպես էլ կար։ Տեսնել, թե ինչպես է Լիլիթն իրականացնում իր երազանքը, տեսնել, թե ինչպես է նա փայլում, այն ամենն էր, ինչ նա ուզում էր։ Համալսարանական տարիների ընթացքում հարաբերությունները հասունացան։ Լիլիթը տեղափոխվեց համալսարանի մոտ գտնվող մի փոքրիկ բնակարան, այն կիսելով այլ ուսանողուհիների հետ։ Արմենն առաջարկեց ֆինանսական օգնություն, բայց նա հրաժարվեց։ Ուզում էր դրան հասնել սեփական ուժերով, կես դրույքով աշխատելով որպես ասիստենտ, ընդունելով միայն նրա էմոցիոնալ աջակցությունը։ Եվ Արմենը հարգեց դա։ Նա սովորում էր, որ սիրելը վերահսկելը չէ, գնելը չէ, տպավորելը չէ։ Աջակցելն է, ներկա լինելն է, մյուս մարդու ընտրությունները հարգելն է։ Նրանք բախվեցին քննադատության։ Արմենի ծանոթները մեկնաբանում էին, որ նա նախկին սպասուհու հետ է։ Համալսարանում որոշ մարդիկ թեք էին նայում Լիլիթին, երբ իմանում էին, որ նրա ընկերը միլիոնատեր է։ Բայց երկուսն էլ սովորեցին անտեսել դրսի ձայները կենտրոնանալ նրա վրա, ինչը կարող է այն, ինչ զգում էին միմյանց հանդեպ, փոխադարձ հարգանքը, վստահությունը, որը վերակառուցում էին օրեցօր։ Դժվար պահեր էլ եղան։ Վեճեր, անհամաձայնություններ, պահեր, երբ անվստահությունները վերադառնում էին։ Մի անգամ, ապագայի մասին վիճաբանության ժամանակ, Լիլիթը պայթեց ասաց, որ վախենում է, թե Արմենը դեռ իրեն տեսնում է որպես նախագիծ, որպես մեկին, ում ինքը պետք է փրկի։ Արմենը վիրավորվեց, բայց զայրույթով պատասխանելու փոխարեն, կանգ առավ իսկապես լսեց։ Բացատրեց, որ երբեք իրեն այդպես չի տեսել, որ միշտ իրեն տեսել է որպես գործընկեր, որպես մեկին, ով իրեն փրկում է այնքան, որքան ինքն է փորձում օգնել նրան։ Հենց այսպիսի դժվար, ազնիվ, առանց փախուստի զրույցներում էլ հարաբերություններն իսկապես ամրապնդվեցին։
2 տարի անց Լիլիթի ավարտական երեկոյին Արմենը հանդիսատեսի շարքերում էր։ Տեսնում էր, թե ինչպես է նա բարձրանում բեմ դիպլոմը ստանալուց թիկնոցով գլխարկով ժպտալով այնպես, որ լուսավորում էր ամբողջ դահլիճը։ Եվ զգաց կուրծքը պայթել հպարտությունից, սիրուց։ Այդ կինը դուրս էր եկել սպասուհու փոքրիկ սենյակից, դիմակայել էր նվաստացմանն ու ցավին, վեր էր կացել, հիմա այնտեղ էր, ավարտական, պատրաստ իրականացնելու ուսուցչուհի դառնալու իր երազանքը։ Արարողությունից հետո տոնական երեկույթին մի համեստ ռեստորանում, որն ընտրել էր Լիլիթը, Արմենը նրան ամուսնության առաջարկություն արեց։ Դա շքեղ չէր, մեծ բազմության ներկայությամբ չէր։ Այնտեղ էր, սեղանի շուրջ, շրջապատված ընկերներով, ընտանիքով, պարզ մատանիով, որն ինքն էր ընտրել, որովհետև գիտեր, որ նա շքեղություն չի ուզում։ Լիլիթ, ես գիտեմ, որ մենք ամեն ինչ սխալ սկսեցինք։ Գիտեմ, որ մինչ այստեղ հասնելու ճանապարհը լի էր փոսերով, շրջադարձերով։ Բայց ես ոչինչ չէի փոխի, որովհետև ամեն ինչ մեզ բերեց այստեղ։ Այս պահին դու ինձ սովորեցրիր, թե ինչ է իսկական սերը։ Սովորեցրիր, որ փողը չի գնում այն, ինչը կարոր է։ Սովորեցրիր ինձ ավելի լավ մարդ լինել։ Եվ ես ուզում եմ իմ կյանքի մնացած մասն անցկացնել, քեզ ցույց տալով, որ դու ճիշտ ընտրություն ես կատարել, ինձ այս երկրորդ հնարավորությունը տալով։ Կամուսնանաս ինձ հետ։ Լիլիթը լաց էր լինում, բայց դրանք երջանկության արդյունքներ էին։ Այո։ 1000 անգամ այո։ Հարսանիքը 1 տարի անց էր, համեստ արարողությամբ Դիլիջանում, այն քաղաքի եկեղեցում, որտեղ մեծացել էր Լիլիթը։ Հեղինե տատիկն առաջին շարքում էր, ձեռքին թաշկինակ, լաց էր լինում ուրախությունից։ Արմենի քույրը, Անին, քավոր կինն էր։ Անուշը, լավագույն ընկերուհին, որը ամեն ինչի հետել էր սկզբից, մյուս քավոր կինն էր։ Արմենի ծնողները այնտեղ էին, արդեն լիովին հմայված իրենց հարսով։ Եվ Տիգրանը, որը տարիների ընթացքում անթիվ անգամներ ներողություն էր խնդրել, ներվել էր, նույնպես այնտեղ էր, տեսնելով, թե ինչի է վերածվել այն հիմար գրազը։ Երբ Լիլիթը եկեղեցի մտավ քեռու թանցուկ, որը նրան մեծացրել էր մոր մահից հետո, Արմենը զգաց ոտքերը դողալ։ Նա գեղեցիկ էր, պարզ կատարյալ։ Եվ երբ նա հասավ խորանին, նա բռնեց նրա ձեռքերը շշնջաց, միայն որ նա լսի։ Ես քեզ սիրում եմ։ Եվ կսիրեմ քեզ իմ կյանքի բոլոր օրերին։ Ես էլ եմ քեզ սիրում, շշնջաց նա պատասխան։ Չնայած ամեն ինչին, ամեն ինչի պատճառով։ Նրանք միասին կյանք կառուցեցին, որը շատ տարբեր էր նրանից, ինչ որը մեկը կսպասեր։ Լիլիթը սկսեց գրականություն դասավանդել Երանի ծայրամասային դպրոցներից մեկում։ Արմենը կրճատեց աշխատանքային բեռը, ավելի շատ պարտականություններ հանձնարարեց ընկերությունում, սկսեց ժամանակ տրամադրել կրթության ոլորտի սոցիալական նախագծերին։ Նրանք գնեցին կենտրոնի առանձնատնից ավելի համեստ տուն, հարմարավետ տուն Կոմիտասի պողոտայի մոտ, հսկայական գրադարանով այգով, որտեղ կարող էին կիրակի առավոտյան սուրճ խմել։ Հարսանիքից 3 տարի անց ծնվեց Հեղինեն, անվանակոչված նախատատի պատվին։ Աղջիկն ուներ մոր աչքերը հոր ժպիտը, նրանց երբեմն միասին ստեղծած ամենաթանկ բանն էր։ Արմենը սովորեց տակտիր փոխել, գիշերվա կեսին արթնանալ, ոչ մեղեդային օրորոցայիններ երգել։ Լիլիթը հավասարակշռում էր մայրությունն ու դասերը, երկուսը հավասարապես կիսում էին պարտականությունները։ Մի գիշեր, երբ Հեղինեն 6 ամսական էր, երկուսը նստած էին հյուրասենյակի բազմոցին, երեխան քնած էր կողքի օրորոցում։ Լիլիթը ստուգում էր թեստերը, Արմենը պատասխանում նամակներին։ Դա սովորական, առօրյա տեսարան էր, առանց փայլի։ Բայց դրա մեջ խաղաղություն կար, լիարժեքության զգացում։ Արմեն, կանչեց Լիլիթը, գրիչը մի կողմ դնելով։ Պատասխանեց նա, նայելով նրան։ Հիշում ես, թե ինչպես ամեն ինչ սկսվեց։ Արմենը դեմքը ծամացրեց։ Ցավոք, այո։ Պատմության ամենավատ գրազը։ Լիլիթը ժպտաց։ Ես մտածում էի։ Եթե ինչ-որ մեկն ինձ այս պատմությունը պատմեր, ես կասեի, որ դա անհնար է։ Միլիոնատերը դաժան գրազ է կնքում սպասուհու մասին, սպասուհին վրեժ է պլանավորում, երկուսը միմյանց կործանում են, հետո վերականգնում։ Սերիալի սցենարի է նման։ Իսկապես մի տեսակ սյուրռեալիստական է, համաձայնեց Արմենը։ Բայց գիտես, թե ինչ սովորեցի այս ամենից։ Որ իսկական սերը սխալի բացակայությունը չէ։ Սխալը ճանաչելու, ներողություն խնդրելու, ներելու այլս նույն սխալները չկրկնելու քաջությունն է։ Եվ այլս երբեք մարդկանց զգացմունքները որպես խաղ սեղանին չդնելը, ավելացրեց Լիլիթը։ Արմենը նրան գրկեց։
այլս երբեք։ Նրանք մնացին այնտեղ գրկախառնված, լսելով իրենց դստեր մեղմ շնչառությունը, զգալով իրենց ապրած ամեն ինչի ծանրությունն ու թեթությունը։ Սխալ ընտրությունները, ստերը, ցավը։ Բայց նա ճիշտ ընտրությունները, վերանվաճված ազնվությունը, ամուր ինչ-որ բանի կառուցումը։ Տարիներ անց, երբ Հեղինեն արդեն ավելի մեծ էր, երբեմն հարցնում էր, թե ինչպես են ծնողները ծանոթացել։ Լիլիթն ու Արմենը հայացքներ էին փոխանակում, հետո պատմում էին պատմության խմբագրված տարբերակը։ Ասում էին, որ ծանոթացել են, երբ նա աշխատում էր իր տանը, որ ժամանակ պահանջվեց հասկանալու համար, թե ինչ են զգում, որ սկզբում բարդ էր, բայց վերջում սերը հաղթեց։ Մի օր, երբ Հեղինեն բավականաչափ մեծ լինի հասկանալու համար, նրանք կպատմեն ամբողջական պատմությունը։ Կպատմեն գրազի, վրեժի, ստերի մասին։ Կպատմեն, որովհետև ուզում են, որ նա մի կարևոր բան հասկանա, որ մարդիկ սխալվում են, որ երբեմն շատ են սխալվում, բայց մեզ որոշում են ոչ թե սխալները, այլ այն, թե ինչ ենք մենք անում դրանցից հետո։ Որովհետև Արմենն ու Լիլիթը բոլորից լավ գիտեին, որ ամեն ինչ սկսել են հնարավորինս վատ ձով։ Դաժան գրազ, վրեժի խաղ, երկու վիրավոր սիրտ, որոնք խաղում են միմյանց հետ։ Բայց նրանք դա վերածել էին մի գեղեցիկ, իրական բանի, մի բանի, որն արժեր յուրաքանչյուր արցունքի, յուրաքանչյուր վեճի, կասկածի յուրաքանչյուր պահի։ Նրանք սովորել էին, որ վստահությունը վերականգնվում է աղյուս առ աղյուս, որ ներումը ամենօրյա ընտրություն է, որ իսկական սերը կատարյալ չէ, բայց իսկական է։ Ամեն օր արթնանալն է նորից մյուս մարդուն ընտրելը։ Ազնիվ լինելն է, նույնիսկ երբ ցավում է։ Հարգելն է, աջակցելն է, միասին աճելն է։ Եվ նրանք սովորել էին ամեն ինչից վեր, որ երբեք չի կարելի ինչ-որ մեկի զգացմունքները որպես խաղ սեղանին դնել։ Որովհետև զգացմունքները գրազներ չեն։ Դրանք ամենաթանկ բանն են, որ մենք ունենք։ Եվ արժանի են, որ իրենց հետ վարվեն զգուշությամբ, հարգանքով, սիրով։ Տարիներ անցան։ Արմենն ու Լիլիթը միասին ծերացան, մեծացրին իրենց դստերը, տեսան, թե ինչպես է նա աճում հետում սեփական երազանքներին։ Շարունակեցին սիրել միմյանց, բոլոր անկատարություններով, անցյալի բոլոր սպիերով։ Եվ երբ հետ էին նայում այն գիշերին, երբ ամեն ինչ սկսվեց հարբած ընկերների միջ դաժան գրազով, գիտեին, որ արժեր։ Ոչ գրազը, ոչ խաղը, այլ նորից սկսելու քաջությունը։ Նորից վստահելու քաջությունը։ Իսկապես սիրելու քաջությունը։ Եվ վերջում հենց դա էր կարևորը։